Երբ 1996 թվականի փետրվարի 20-ին բացեցին Սոս Սարգսյանի անձնական սեյֆը, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գտնվեր։ 3 թղթապանակ, կարմիր կնիքներով, որոնց վրա գրված էր միայն անձամբ։ Առաջին թղթապանակում էին 1995 թվականի ընտրությունների իրական արդյունքները, ձեռագիր աղյուսակներով, որոնք ցույց էին տալիս ընդհանուր տարբերություն 11% Սոսի օգտին։ Երկրորդ թղթապանակում էին ձայնագրությունների տրանսկրիպտներ, խոսակցություններ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ անհայտ անձանց միջև, որտեղ քննարկվում էր տեխնիկական լուծում։ Երրորդ թղթապանակը, ամենաբարակը, պարունակում էր միայն մեկ թերթ, 17 հանուն, որոնք պետք է համոզվեին չմասնակցել քվեարկությանը։ Բայց փետրվարի 21-ին, մեկ օր անց, երբ փորձագետները վերադարձան, սեյֆը դատարկ էր։ Ո՞վ էր վերցրել այդ փաստաթղթերը։ Ինչու էր դա արվել այդքան արագ։ Եվ ամենակարևորը, ինչ էր թաքցնում այդ կարմիր թղթապանակների բովանդակությունը, որ նույնիսկ 30 տարի անց մարդիկ վախենում են խոսել դրանց մասին։ Սոս Սարգսյանը երբեք չէր երազել դառնալ քաղաքական գործիչ։ Նա ծնվել էր 1934 թվականին Երևանի մի պարզ ընտանիքում, որտեղ հայրը աշխատում էր գործարանում, իսկ մայրը դասավանդում էր տարրական դպրոցում։ Երեխա Սոսը սիրում էր գրքերը ավելի, քան բակի խաղերը, եւ արդեն 12 տարեկանում կարդացել էր Դոստոևսկու ամբողջ հավաքածուն։ Նրա ուսուցիչները ասում էին, որ այս տղան ունի հատուկ նվեր, տեսնել կապերը այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են միայն քաոս։ Երբ նա մտավ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, պրոֆեսորները նկատեցին, որ Սոսը մտածում է այլ կերպ։ Նա չէր պարզապես անգիր սովորում տեսությունները, այլ փորձում էր հասկանալ, թե ինչպես դրանք կարող են փոխել իրական մարդկանց կյանքը։ 1956 թվականին, երբ նա ավարտեց համարցեց համալսարանը առաջին տեղում, նրան առաջարկեցին մնալ ասպիրանտուրայում։ Բայց Սոսը ընտրեց այլ ճանապարհ։ Նա գնաց աշխատելու Գոսպոլանի հայկական բաժին, որտեղ պլանավորվում էր ամբողջ հանրապետության տնտեսությունը։ Այնտեղ, այդ մոխրագույն գրասենյակներում, որտեղ յուրաքանչյուր թիվ կարող էր նշանակել հազարավոր ընտանիքների ճակատագիր, Սոսը սովորեց ամենակարևոր դասը. իշխանությունը չի գտնվում ճառերում, այլ թվերում։ Բայց կար մեկ ուրիշ Սոս Սարգսյան, որին գիտեին միայն մոտիկները։ Երեկոյան, երբ նա վերադառնում էր իր երկսենյականոց բնակարան Կոմիտասի պողոտայում, նա դառնում էր պարզապես ամուսին եւ հայր։ Նրա կինը Մարինեն աշխատում էր գրադարանում եւ երբեք չէր հետաքրքրվում քաղաքականությամբ։ Նրանց երկու դուստրերը, Անին եւ Գայանեն, սովորում էին երաժշտական դպրոցում եւ երազում էին դառնալ դաշնակահարներ։ Սոսը յուրաքանչյուր կիրակի առավոտ տանում էր աղջիկներին Սևան լիճ եւ այնտեղ ափին նստած պատմում էր նրանց հայկական լեռների եւ գետերի մասին, բացատրում, թե ինչպես բնությունը եւ տնտեսությունը կապված են միմյանց հետ։ Մարինեն հաճախ ասում էր, որ Սոսը ավելի լավ ուսուցիչ կլիներ, քան պլանավորող, բայց Սոսը միշտ պատասխանում էր. ես ուսուցանում եմ ամբողջ երկրին։ Պարզապես այլ կերպ։ 1969 թվականին, երբ նրան առաջարկեցին դառնալ Գասպոնի բաժնի ղեկավար, Մարինեն վախեցավ։ Նա գիտեր, որ այդ պաշտոնը նշանակում է ավելի քիչ ժամանակ ընտանիքի հետ։ Բայց Սոսը խոստացավ, որ երբեք չի թույլ տա, որ աշխատանքը ավելի կարևոր դառնա իր աղջիկների ժպիտներից։ Եվ նա պահպանեց այդ խոստումը 15 տարի շարունակ, մինչև այն օրը, երբ պատմությունը եկավ թակեց նրա դուռը եւ ամեն ինչ փոխվեց անդառնալիորեն։ 1986 թվականի մարտին, երբ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պերեստրոյկայի մասին, Սոս Սարգսյանը նստած էր իր գրասենյակում եւ ուսումնասիրում էր Հայաստանի տնտեսական ցուցանիշները։ Այն, ինչ նա տեսավ, սարսափեցրեց նրան։ Հանրապետությունը կախված էր Մոսկվայից ավելի քան երբևէ։ Արդյունաբերությունը աշխատում էր հնացած սարքավորումներով, իսկ երիտասարդները սկսում էին լքել գյուղերը եւ փնտրել աշխատանք Ռուսաստանում։ Նա հասկացավ, որ եթե ինչ-որ բան չփոխվի, Հայաստանը կդառնա պարզապես կենտրոնի տրոնի հավելված, առանց սեփական ձայնի եւ ապագայի։ Այդ գիշեր նա չքնեց։ Նա գրեց 36 էջանոց զեկույց, որտեղ մանրամասն նկարագրեց, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ տնտեսապես անկախ, զարգացնելով սեփական արդյունաբերությունը, գիտությունը եւ գյուղատնտեսությունը։ Երբ նա ներկայացրեց այդ զեկույցը Կենտկոմում, սենյակում տիրեց լռություն։ Ապա մի ծեր պաշտոնյա, որը ծառայել էր դեռևս Ստալինի ժամանակներից, ասաց. «Սոս, դու խոսում ես ինչ-որ երազանքների մասին։ Մենք ապրում ենք իրականության մեջ»։ Բայց Սոսը պատասխանեց. «Իրականությունը այն է, ինչ մենք ստեղծում ենք։ Եվ եթե մենք շարունակենք երազել ուրիշների երազանքները, մեր երեխաները երբեք չեն ունենա սեփական ապագան»։ Այդ խոսքերը տարածվեցին արագ, նախ Կենտկոմի միջանցքներում, ապա համալսարանի լսարաններում,
հետո գործարանների ճաշարաններում։ Մարդիկ սկսեցին խոսել Սոս Սարգսյանի մասին որպես մարդու, որը համարձակվում է ասել բարձր ձայնով այն, ինչ բոլորը մտածում էին լուռ։ Բայց իրական փորձությունը եկավ 1988 թվականին, երբ Ղարաբաղյան շարժումը սկսեց ցնցել Հայաստանի յուրաքանչյուր քաղաք եւ գյուղ։ Սոսը տեսավ, թե ինչպես 100 հազարավոր մարդիկ դուրս են գալիս օպերայի հրապարակ, պահանջելով արդարություն, ազատություն, ազգային արժանապատվություն։ Նա հասկացավ, որ սա այլևս պարզապես տնտեսական հարց չէ, սա էր ազգի արթնացման պահը։ Մարինեն աղաչում էր նրան չմիանալ ցույցերին, նա վախենում էր, որ Սոսը կարող է կորցնել աշխատանքը կամ ավելի վատը։ Բայց մի երեկո, երբ նրանք նստած էին խոհանոցում եւ լսում էին ռադիոյի լուրերը, Անին, նրանց ավագ դուստրը, որը այն ժամանակ 14 տարեկան էր, հարցրեց. «Հայր, եթե բոլորը լռեն, ով է խոսելու մեր փոխարեն»։ Այդ հարցը փոխեց ամեն ինչ։ Հաջորդ օրը Սոս Սարգսյանը եկավ օպերայի հրապարակ, բայց ոչ որպես ցուցարար, նա եկավ որպես տնտեսագետ, որը կարող էր բացատրել, թե ինչպես ազգային ինքնորոշումը կարող է դող դառնալ տնտեսական անկախություն։ Նրա առաջին ելույթը տևեց միայն 10 րոպե, բայց այդ 10 րոպեում նա ասաց ավելին, քան ուրիշները ասում էին ժամերով։ Նա խոսեց թվերով, փաստերով, կոնկրետ ծրագրերով։ Մարդիկ լսում էին հիացած, վերջապես մեկը խոսում էր ոչ թե հույզերով, այլ լուծումներով։ Երբ նա ավարտեց, հրապարակը պայթեց ծափահարություններից։ Եվ այդ պահից Սոս Սարգսյանը այլևս չէր պարզապես պլանավորող, նա դարձավ խորհրդանիշ, հույս, ձայն այն մարդկանց, որոնք հավատում էին, որ փոփոխությունը հնարավոր է։ Բայց ով էր այն մարդը, որը նստած էր հրապարակի երրորդ շարքում եւ նշում էր յուրաքանչյուր խոսք, որ ասում էր Սոսը։ Նրա անունը Վահագն Խաչատրյան էր, եւ նա աշխատում էր ներքին գործերի նախարարությունում որպես վերլուծաբան։ Վահագնը ծնվել էր Լենինականում, ավարտել էր իրավաբանական ինստիտուտը եւ երազում էր դառնալ դատավոր, բայց ճակատագիրը տարավ նրան այլ ուղղությամբ։ 1981 թվականին նրան հրավիրեցին հատուկ աշխատանքի, որը պահանջում էր լռություն եւ հավատարմություն։ Վահագնը համաձայնվեց, նա մտածեց, որ ծառայում է հայրենիքին։ 10 տարի շարունակ նա հավաքում էր տեղեկություններ մարդկանց մասին, որոնք համարվում էին անհուսալի տարրեր։ Նա գրում էր զեկույցներ, որոնք կարող էին ավերել կարիերաներ, ընտանիքներ, կյանքեր։ Բայց նա միշտ ասում էր իր եղբորը. «Ես պարզապես կատարում եմ իմ պարտքը»։ Հիմա 1980 թվականին նրան հանձնարարել էին հետևել Սոս Սարգսյանին եւ զեկուցել նրա յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր խոսքի մասին։ Վահագնը սկզբում մտածեց, որ սա սովորական առաջադրանք է, բայց շատ արագ նա հասկացավ, որ Սոսը տարբերվում է բոլոր մյուսներից, ում նա երբևէ հետևել էր։ Այս մարդը չէր խոսում ատելությամբ, չէր կոչանում բռնությանը, չէր խոստանում անհնար բաներ։ Նա պարզապես ներկայացնում էր տեսլական, հստակ, իրատեսական, հասանելի։ Եվ ամենավտանգավորը, մարդիկ հավատում էին նրան։ Վահագնը գրում էր իր զեկույցներում. Սարգսյանը ունի ազդեցություն, որը գերազանցում է նրա պաշտոնը։ Նա կարող է դառնալ իրական սպառնալիք համակարգին։ Բայց ինչ-որ բան փոխվում էր Վահագնի ներսում։ Ամեն անգամ, երբ նա լսում էր Սոսի ելույթները, նա սկսում էր հարցնել իր ինքն իրեն. իսկ ում է ծառայում ինքը իրականում։ Համակարգին, որը պահպանում է իշխանությունը ցանկացած գնով, թե ժողովրդին, որը պահանջում է ճշմարտություն եւ փոփոխություն։ Այդ հարցը տանջում էր նրան ամեն գիշեր, եւ նա գիտեր, որ շուտով պետք է ընտրություն անի։ Ընտրություն, որը կորոշի ոչ միայն իր, այլև շատերի ճակատագիրը։ 1991 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանը հայտարարեց անկախության մասին, Սոս Սարգսյանը գիտեր, որ իրական աշխատանքը հենց հիմա է սկսվում։ Անկախությունը չէր պարզապես դրոշ եւ օրհներգ։ Դա էր պատասխանատվություն, որը պահանջում էր կոնկրետ քայլեր, կոնկրետ ծրագրեր, կոնկրետ արդյունքներ։ Նա ստեղծեց փորձագիտական խումբ, 15 լավագույն տնտեսագետներ, ինժեներներ եւ գիտնականներ, որոնք մշակեցին Հայաստանի տնտեսական վերածննդի ծրագիր։ Այդ ծրագիրը նախատեսում էր 3 հիմնական ուղղություն։ Առաջին՝ զարգացնել տեղական արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դադարի ներմուծել ամեն ինչ Ռուսաստանից։ Երկրորդ՝ ստեղծել պայմաններ փոքր եւ միջին բիզնեսի համար, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա ապահովել իր ապրուստը։ Երրորդ՝ ներդնել գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաներ, որպեսզի Հայաստանը դառնա ինքնաբավ սննդամթերքով։ Երբ Սոսը ներկայացրեց այդ ծրագիրը Գերագույն խորհրդում, շատերը ծիծաղեցին։ Մի падգամավոր ասաց. «Սոս, դու ապրում ես երևակայության մեջ։ Մենք չունենք ռեսուրսներ, չունենք փորձ, չունենք ժամանակ»։ Բայց Սոսը պատասխանեց. «Մենք ունենք ամենակարևոր ռեսուրսը՝ մարդիկ, որոնք պատրաստ են աշխատել իրենց երկրի համար։
Եվ եթե մենք չսկսենք հիմա, մեր երեխաները կմեղադրեն մեզ, որ մենք վատնեցինք անկախության շանսը։ Այդ խոսքերը հասան ժողովրդին, եւ շատ արագ Սոս Սարգսյանը դարձավ ամենահայտնի անունը Հայաստանում։ Մարդիկ տեսնում էին նրա մեջ այն, ինչ նրանք երազում էին տեսնել իրենց առաջնորդների մեջ՝ ազնվություն։ 1993 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Հայաստանի առաջին նախագահ, Սոս Սարգսյանը շարունակեց աշխատել որպես տնտեսական խորհրդական։ Նա հավատում էր, որ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխը, կարևորը տնտեսական բարեփոխումներն են, որոնք կփոխեն մարդկանց կյանքը։ Բայց շատ արագ նա սկսեց նկատել, որ նրա առաջարկները մերժվում են կամ անտեսվում են։ Երբ նա առաջարկեց նվազեցնել պետական ապարատը եւ փոխանցել ռեսուրսները արտադրության զարգացմանը, նրան ասացին. «Սա քաղաքական հարց է, ոչ թե տնտեսական»։ Երբ նա առաջարկեց ստեղծել թափանցիկ համակարգ պետական գնումների համար, նրան ասացին. «Սա չափազանց բարդ է այս փուլում»։ Երբ նա առաջարկեց պաշտպանել տեղական արտադրողներին անարդար մրցակցությունից, նրան ասացին. «Մենք պետք է լինենք բաց շուկայի համար»։ Սոսը հասկացավ, որ խնդիրը ոչ թե գաղափարներն են, այլ կամքը իրականացնել այդ գաղափարները։ Նա տեսավ, թե ինչպես նոր իշխանությունը սկսում է կրկնել հին սխալները, նշանակելով պաշտոններում ոչ թե մասնագետներին, այլ հավատարիմներին, բաշխելով ռեսուրսները ոչ թե արդյունավետության, Մարինեն տեսնում էր, թե ինչպես Սոսը վերադառնում է տուն ավելի եւ ավելի հիասթափված, ավելի եւ ավելի լուռ։ Մի երեկո նա հարցրեց. «Սոս, գուցե ժամանակն է դադարեցնել պայքարելը եւ պարզապես ապրել մեր կյանքով»։ Սոսը նայեց նրան երկար, ապա ասաց. «Եթե ես դադարեցնեմ հիմա, ապա ինչու համար էր այս ամբողջ ճանապարհը։ Ինչու համար էին այն մարդիկ, որոնք հավատացին ինձ։ Ինչու համար են մեր աղջիկները, որոնք պետք է ապրեն այս երկրում»։ Եվ այդ պահին Մարինեն հասկացավ, որ Սոսը երբեք չի կարող լռել, երբեք չի կարող անտեսել անարդարությունը, երբեք չի կարող դադարեցնել հավատալ, որ փոփոխությունը հնարավոր է։ 1994 թվականի աշնանը, երբ Հայաստանը էր ապրում իր ամենածանր տարիները, էներգետիկ ճգնաժամ, տնտեսական անկում, Ղարաբաղյան պատերազմի հետևանքներ, մի խումբ մտավորականներ եկավ Սոս Սարգսյանի տուն։ Նրանց մեջ էին գրողներ, բանաստեղծներ, պրոֆեսորներ, բժիշկներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի մտավոր էլիտան։ Նրանք ասացին. «Սոս, մենք եկել ենք խնդրելու քեզ անել մի բան, որը երբեք չես ուզել անել։ Մենք խնդրում ենք քեզ առաջադրվել նախագահական ընտրություններում»։ Սոսը լռեց երկար։ Նա նայեց Մարինեին, որը նստած էր անկյունում եւ փորձում էր թաքցնել իր արցունքները։ Նա մտածեց իր աղջիկների մասին, որոնք արդեն չէին երգում դաշնակահարի մոտ, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն միլիոնավոր մարդկանց մասին, որոնք չէին կարողանում երգել, որովհետև չկար էլեկտրականություն։ Նա մտածեց այն ինչ ունենք։ Սոսը բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Մենք արդեն կորցրել ենք այն երկիրը, որը սիրում էինք։ Հիմա մենք պետք է փորձենք վերադարձնել այն մեր երեխաներին»։ Եվ այդպես սկսվեց ճանապարհը դեպի 1995 թվականի ընտրությունները։ Ճանապարհ, որը փոխելու էր ամեն ինչ եւ բոլորի համար։ Բայց մինչ Սոս Սարգսյանը պատրաստվում էր իր առաջին քարոզարշավին, Վահագն Խաչատրյանը նստած էր մի գաղտնի հանդիպման սենյակում եւ լսում էր հրահանգներ, որոնք սառեցնում էին նրա արյունը։ Սենյակում կենյակում կային 5 մարդ, բայց միայն մեկն էր խոսում։ Մի մարդ, որի անունը Վահագնը երբեք չիմացավ, բայց որի ձայնը նա երբեք չէր մոռանա։ Այդ մարդը ասաց. «Սարգսյանը վտանգավոր է, որովհետև նա ազնիվ է։ Մարդիկ հավատում են նրան, որովհետև նա չի խոստանում անհնար բաներ։ Եթե նա հաղթի, մեր ամբողջ համակարգը կքանդվի։ Մենք չենք կարող թույլ տալ դա»։ Ապա նա բացեց մի թղթապանակ եւ սկսեց բաշխել առաջադրանքներ։ Վահագնին հանձնարարեցին հետևել Սարգսյանի թիմին եւ հայտնաբերել թույլ կետերը։ Երբ հանդիպումը ավարտվեց, Վահագնը դուրս եկավ փողոց եւ զգաց, որ չի կարող շնչել։ Նա հասկացավ, որ այս անգամ խնդիրը ոչ թե տեղեկություններ հավաքելն էր, այլ ինչ-որ ավելի մութ բան։
Նա վերադարձավ տուն, որտեղ նրա կինը եւ երկու որդիները քնած էին, եւ նստեց խոհանոցում մութի մեջ։ Նա մտածեց իր կյանքի մասին. 14 տարի ծառայություն, 14 տարի պարտք, 14 տարի լռություն։ Եվ նա հարցրեց իր ինքն իրեն. արդյոք սա է այն երկիրը, որի համար նա աշխատում է։ Արդյոք սա է այն ապագան, որը նա ուզում է թողնել իր որդիներին։ Այդ գիշեր Վահագն Խաչատրյանը չքնեց, եւ առավոտյան, երբ նա նայեց հայելուն, նա չճանաչեց այն մարդուն, ում տեսավ։ Բայց նա դեռ չգիտեր, որ շատ շուտ նրան հարկադրելու են կատարել ընտրություն, որը կորոշի ոչ միայն Սոս Սարգսյանի, այլև ամբողջ Հայաստանի ճակատագիրը։ Եվ այդ ընտրությունը կլինի ավելի ծանր, քան ցանկացած բան, որ նա երբևէ պատկերացրել էր։ 1995 թվականի հունվարին, երբ Սոս Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց իր թեկնածությունը, ամբողջ Հայաստանը բաժանվեց երկու ճամբարների։ Մի կողմում էին նրանք, ովքեր հավատում էին, որ Սոսը կարող է փրկել երկիրը։ Մտավորականները, ուսանողները, գործարանների բանվորները, գյուղացիները, պարզ մարդիկ, որոնք հոգնել էին խոստումներից եւ ուզում էին տեսնել իրական փոփոխություններ։ Մյուս կողմում էին նրանք, ովքեր վախենում էին փոփոխություններից։ Հին պաշտոնյաները, որոնք գիտեին, որ Սոսի համակարգը կվերացնի նրանց արտոնությունները, բիզնեսմենները, որոնք օգտվում էին կոռուպցիայից, քաղաքական գործիչները, որոնք հասկանում էին, որ Սոսի ազնվությունը սպառնում է նրանց կարիերաներին։ Սոսի քարոզարշավը էր տարբերվում բոլոր մյուսներից։ Նա չէր խոստանում ոսկե լեռներ, չէր մեղադրում մրցակիցներին, չէր օգտագործում հուզական ճառեր։ Նա պարզապես ներկայացնում էր իր ծրագիրը՝ կետ առ կետ, թիվ առ թիվ, քայլ առ քայլ։ Երբ նրան հարցնում էին, ինչպես կլուծեք էներգետիկ ճգնաժամը, նա չէր ասում, ես կգտնեմ լուծում։ Նա ասում էր, մենք կներդնենք փոքր հիդրոէլեկտրակայաններ յուրաքանչյուր շրջանում, կվերականգնենք Մեծամորի ատոմակայանը անվտանգության նոր ստանդարտներով, կզարգացնենք արևային էներգիան լեռնային գյուղերում։ Սա կպահանջի 3 տարի եւ 5 միլիարդ դրամ, բայց դա հնարավոր է։ Մարդիկ լսում էին եւ հավատում էին, որովհետեւ վերջապես մեկը խոսում էր նրանց լեզվով, ճշմարտության լեզվով։ Բայց փետրվարի սկզբին սկսվեցին տարօրինակ իրադարձություններ։ Սոսի քարոզչական նյութերը անհետանում էին տպարաններից։ Նրա հանդիպումների վայրերը հանկարծ զբաղված էին այլ միջոցառումներով։ Լրագրողները, որոնք ուզում էին հարցազրույց վերցնել նրանից, ստանում էին զանգեր, խորհուրդ տալով չանել դա։ Սոսի թիմի անդամները սկսեցին նկատել, որ նրանց հետևում են նույն մեքենաները, նույն դեմքերը, նույն ստվերները։ Մարինեն զանգահարեց Սոսին մի օր եւ ասաց, որ մեկը եկել է նրանց տուն եւ հարցրել աղջիկների մասին, որտեղ են սովորում, երբ են վերադառնում դպրոցից։ Սոսը հասկացավ, որ սա այլևս պարզապես քաղաքական մրցակցություն չէ։ Սա էր պատերազմ, որտեղ բոլոր միջոցները թույլատրելի էին։ Բայց նա չվախեցավ։ Նա հավաքեց իր թիմը եւ ասաց. նրանք փորձում են մեզ վախեցնել, որովհետեւ վախենում են մեզանից։ Բայց մենք չենք կանգնի։ Մենք շարունակելու ենք, որովհետեւ մենք պայքարում ենք ոչ թե իշխանության, այլ ճշմարտության համար։ Եվ նրանք շարունակեցին, ավելի ուժեղ, ավելի վճռական, ավելի միասնական։ Մարտի կեսերին, երբ մնացել էր ընդամենը 2 շաբաթ մինչև ընտրությունները, Վահագն Խաչատրյանը ստացավ նոր հանձնարարություն։ Նրանք կանչեցին այն նույն գաղտնի սենյակ եւ տվեցին մի ծրար, փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Սոս Սարգսյանը ստացել է գումար օտարերկրյա աղբյուրներից։ Փաստաթղթերը կեղծ էին։ Վահագնը տեսավ դա առաջին հայացքից։ Ստորագրությունները չէին համընկնում, ամսաթվերը հակասում էին միմյանց, կնիքները շատ նոր էին։ Բայց նրան ասացին. քո առաջադրանքը ոչ թե ստուգել դրանց իսկությունը, այլ հասցնել դրանք լրատվանք լրատվամիջոցներին։ Վահագնը վերցրեց ծրարը եւ դուրս եկավ։ Նա քայլեց փողոցներով երկար, շատ երկար։ Նա անցավ օպերայի հրապարակով, որտեղ տարիներ առաջ առաջին անգամ լսել էր Սոս Սարգսյանի ելույթը։ Նա անցավ համալսարանի կողքով, որտեղ ուսանողները կախել էին պաստառներ։ Սոս, մեր հույսը։ Նա անցավ մի խանութի կողքով, որտեղ տերը, մի ծեր մարդ, ասում էր իր հաճախորդին. եթե Սոսը հաղթի, գուցե վերջապես կարողանանք ապրել ազնվորեն։ Եվ այդ պահին Վահագն Խաչատրյանը կատարեց ընտրություն, որը փոխեց ամեն ինչ։ Նա գնաց ուղիղ Սոս Սարգսյանի գրասենյակ, խնդրեց հանդիպում, եւ երբ նրանք մնացին երկուսով, նա դրեց ծրարը սեղանին եւ ասաց. ես եկել եմ ձեզ նախազգուշացնելու։ Նրանք պատրաստվում են ձեզ ոչնչացնել։ Եվ ես չեմ կարող այլևս լռել։ Սոսը նայեց Վահագնին երկար, ապա բացեց ծրարը եւ դանդաղ թերթեց փաստաթղթերը։ Երբ նա ավարտեց, նա ասաց. ինչու եկար դու։ Ինչու վտանգեցիր քո կյանքը, քո ընտանիքը։ Վահագնը պատասխանեց.
Որովհետև 14 տարի ես ծառայել եմ համակարգին, որը ես մտածում էի պաշտպանում է մեր երկիրը։ Բայց այսօր ես հասկացա, որ այդ համակարգը ոչնչացնում է այն, ինչ ես սիրում եմ։ Եվ եթե ես չկանգնեմ հիմա, ապա ինչով եմ ես տարբերվում նրանցից։ Սոսը ձեռք մեկնեց և սեղմեց Վահագնի ուսը։ Դու գիտես, որ դա կարող է քեզ կյանքին արժենալ, ասաց նա։ Վահագնը ժպտաց դառնորեն։ Ես արդեն մեռել եմ ներսից 14 տարի։ Գուցե հիմա ժամանակն է վերստին ապրել։ Այդ գիշեր Սոսի թիմը հավաքվեց արտակարգ նիստի։ Վահագնը պատմեց նրանց ամեն ինչ՝ ծրագրերի մասին, մարդկանց մասին, մեթոդների մասին։ Նա բացահայտեց ամբողջ ցանցը, որը աշխատում էր Սոսի դեմ։ Երբ նա ավարտեց, սենյակում տիրեց լռություն։ Ապա մեկը հարցրեց. «Ինչ պետք է անենք»։ Սոսը ասաց. «Մենք պետք է հրապարակենք ճշմարտությունը, ոչ թե այդ կեղծ փաստաթղթերը, այլ իրական ճշմարտությունը, թե ինչպես են փորձում կեղծել ընտրությունները, ինչպես են վախեցնում մարդկանց, ինչպես են դավաճանում ժողովրդի վստահությանը»։ Եվ նրանք դա արեցին։ Հաջորդ օրը, երբ լրատվամիջոցները պատրաստվում էին հրապարակել կեղծ փաստաթղթերը, Սոսի թիմը կազմակերպեց մամուլի ասուլիս, որտեղ Վահագն Խաչատրյանը առաջին անգամ իր կյանքում խոսեց ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, առանց վախի, առանց վարանելու։ Նրա խոսքերը տարածվեցին ամբողջ երկրով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, բերանից բերան։ Եվ մարդիկ հասկացան, որ այս ընտրությունները ոչ թե պարզապես երկու թեկնածուների միջև ընտրություն են, այլ ընտրություն երկու ապագաների միջև։ Մի ապագա, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ մի ապագա, որտեղ իշխանությունը պատկանում է նրանց, ովքեր պատրաստ են անել ամեն ինչ այն պահելու համար։ Բայց պատմությունը, ինչպես միշտ, ունեցավ իր սեփական պլանները։ Ընտրությունների օրը, երբ մարդիկ կանգնած էին երկար հերթերում քվեարկելու համար, երբ Սոս Սարգսյանը եւ Մարինեն քվեարկեցին իրենց թաղամասի ընտրատեղամասում, երբ ամբողջ Հայաստանը սպասում էր արդյունքներին, ինչ-որ բան սկսեց տեղի ունենալ։ Ընտրատեղամասներից սկսեցին գալ զեկույցներ անկանոնությունների մասին։ Կորած քվեաթերթիկներ, փակված դռներ, սպառնալիքներ դիտորդների նկատմամբ։ Երբ սկսեցին հաշվել ձայները, թվերը չէին համընկնում։ Մի տեղամասում Սոսը ստանում էր 70%, բայց պաշտոնական արձանագրությունում գրված էր 40։ Մեկ այլ տեղամասում քվեարկությունը դադարեցվեց տեխնիկական պատճառներով, եւ երբ այն վերսկսվեց, արդյունքները արմատապես փոխվել էին։ Սոսի թիմը փորձեց բողոքել, բայց նրանց ասացին. «Դուք չունեք ապացույցներ»։ Վահագն Խաչատրյանը, որը այդ օրը աշխատում էր որպես կամավոր դիտորդ, տեսավ ամեն ինչ իր աչքերով։ Նա տեսավ, թե ինչպես են տղամարդիկ սև հագուստներով մտնում ընտրատեղամաս եւ խոսում հանձնաժողովի նախագահի հետ։ Նա տեսավ, թե ինչպես են փաստաթղթերը փոխարինվում նոր փաստաթղթերով։ Նա տեսավ, թե ինչպես է ժողովրդի կամքը դառնում թուղթ, որը կարելի է ճզմել եւ նետել աղբամանը։ Եվ նա հասկացավ, որ նրա խոստովանությունը, նրա քաջությունը, նրա հույսը ամեն ինչ ոչնչացվում էր մի համակարգի կողմից, որը ավելի հզոր էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Գիշերը, երբ հայտարարվեցին պաշտոնական արդյունքները, Սոս Սարգսյանը կորցրեց 10%-ով։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Փողոցներում մարդիկ լացում էին ոչ թե Սոսի պարտության համար, այլ իրենց երկրի համար, որը կորցրել էր իր հնարավորությունը փոխվելու։ Սոսի գրասենյակում նրա թիմը նստած էր լուռ։ Մեկը ասաց. «Մենք պետք է բողոքենք, պետք է դուրս գանք փողոց, պետք է պայքարենք»։ Բայց Սոսը ասաց. «Ոչ, մենք արդեն պայքարել ենք։ Մենք ասել ենք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը չի մեռնում, նույնիսկ երբ այն պարտվում է»։ Նա նայեց պատուհանից դեպի Երևանի լույսերը եւ շարունակեց. «Գուցե այսօր մենք պարտվեցինք, բայց մի օր, երբ մեր երեխաները մեծանան, նրանք կհիշեն, որ եղան մարդիկ, որոնք համարձակվեցին երազել այլ Հայաստանի մասին, եւ գուցե նրանք կավարտեն այն, ինչ մենք սկսեցինք»։ Մարինեն, որը կանգնած էր դռան մոտ, մոտեցավ եւ գրկեց նրան։ Նրանք կանգնեցին այնպես երկար, շատ երկար, մինչև արևածագը սկսեց լուսավորել Արարատի գագաթները։ Բայց ով էր այն մարդը, որը այդ գիշեր նստած էր մի գաղտնի բունկերում Երևանի ներքևում եւ ջնջում էր ձայնագրությունները մեկը մեկի հետևից։ Խոսակցություններ, որոնք երբեք չպետք է լսվեին։ Հրահանգներ, որոնք երբեք չպետք է գրանցվեին։ Անուններ, որոնք երբեք չպետք է հայտնի դառնային։ Նա աշխատեց ամբողջ գիշեր, եւ երբ արևը ծագեց, բունկերը դատարկ էր, առանց հետքերի, առանց ապացույցների, առանց ճշմարտության։ Միայն մի փոքրիկ թերթիկ մնաց սեղանին, 17 հանուն, որոնք համոզվել էին չմասնակցել քվեարկությանը։ Բայց նույնիսկ այդ թերթիկը անհետացավ մի ժամ անց, այրվելով մոխիր, որը ցրվեց քամու մեջ։
Եվ պատմությունը շարունակեց իր ընթացքը։ Կարծես ոչինչ չէր եղել։ Կարծես Սոս Սարգսյանը երբեք չէր երազել այլ Հայաստանի մասին։ Կարծես ժողովուրդը երբեք չէր հավատացել փոփոխությանը։ Կարծես ճշմարտությունը երբեք չէր կարևոր եղել։ Բայց արդյոք այդպես էր։ Արդյոք Սոս Սարգսյանի պատմությունը ավարտվեց այդ գիշերը։ Թե դա էր միայն սկիզբը։ Սկիզբ ավելի երկար, ավելի բարդ, ավելի ողբերգական պատմության, որը դեռ պետք է պատմվի։ Ինչպես ապրեց Սոսը իր վերջին տարիները։ Ինչ մտածեց նա, երբ տեսավ, որ երկիրը, որի համար նա պայքարել էր, շարունակում է սահել դեպի անդունդը։ Եվ ամենակարևորը, ինչ պարունակում էին այն 3 կարմիր թղթապանակները, որոնք անհետացան նրա սեյֆից 1 օր անց նրա մահից։ Դուք պատրաստ եք իմանալ ճշմարտությունը։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է Սոսի անձնական վարորդը Արամ Գևորգյանը, ձեռքերը դեռևս դողալով 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այսօր առաջին անգամ իր կյանքում նա պատրաստ է խոսել այն մասին, ինչ տեսավ 1995 թվականի ընտրություններից հետո, երբ Սոսը վերադարձավ տուն եւ փակվեց իր գրասենյակում 3 օր անընդմեջ։ Արամը հիշում է, թե ինչպես Մարինեն թակում էր դուռը եւ աղաչում, որ Սոսը բացի, բայց նա չէր պատասխանում։ Երբ վերջապես դուռը բացվեց, Արամը տեսավ Սոսի աչքերը։ Դրանք այլևս չէին այն աչքերը, որոնք լի էին հույսով։ Դրանք էին մի մարդու աչքերը, որը տեսել էր ինչ-որ բան, որը կոտրել էր նրա հոգին։ Բայց ինչով էր զբաղված Սոսը այդ 3 օրվա ընթացքում։ Ինչ էր նա գրում այն տասնյակ էջերի վրա, որոնք հետո այրեց իր ձեռքով։ Արամը պահպանել է մի փոքրիկ կտոր, որը չայրվեց ամբողջությամբ։ Այդ կտորի վրա գրված է միայն մեկ նախադասություն. նրանք չգողացան ընտրությունները, նրանք գողացան ապագան։ Ովքեր էին նրանք։ Եվ ինչպես Սոսը իմացավ ճշգրիտ մանրամասները այն գործողությունների, որոնք տեղի ունեցան ընտրական տեղամասերում։ Այսօր 35 տարի անց Արամ Գևորգյանը պատրաստ է բացահայտել այն, ինչ Սոսը պատմել էր նրան մի գիշեր, երբ նրանք վարում էին դեպի Սևան, վերջին անգամ։ 1995 թվականի ապրիլին, երբ Հայաստանը դեռևս փորձում էր հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել, Սոս Սարգսյանը սկսեց անել ինչ-որ բան, որը շատերին թվաց անհասկանալի։ Նա սկսեց այցելել հիվանդանոցներ, ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես պարզ այցելու։ Նա նստում էր հիվանդների մոտ, խոսում նրանց հետ, լսում նրանց պատմությունները։ Մի օր նա եկավ Երևանի կենտրոնական հիվանդանոց եւ խնդրեց տեսնել երեխաների բաժանմունքը։ Այնտեղ նա հանդիպեց մի փոքրիկ աղջիկա Լուսինեին, որը տառապում էր լեյկեմիայից։ Լուսինեի մայրը պատմում է, որ Սոսը նստեց աղջկա մահճակալի կողքին եւ սկսեց պատմել հեքիաթներ, հայկական լեռների, հին թագավորների, քաջ ռազմիկների մասին։ Լուսինեն, որը շաբաթներ շարունակ չէր ժպտել, հանկարծ սկսեց ծիծաղել։ Երբ Սոսը հեռանում էր, Լուսինեի մայրը հարցրեց. «Ինչու եկաք դուք այստեղ։ Դուք կարող էիք լինել նախագահ, բայց փոխարենը եկաք մեր երեխաների մոտ»։ Սոսը պատասխանեց. «Գուցե ես չկարողացա փոխել համակարգը, բայց կարող եմ փոխել մեկ երեխայի օրը։ Եվ եթե ես դա անեմ յուրաքանչյուր օր, գուցե դա ավելի կարևոր է, քան ցանկացած պաշտոն»։ Այդ խոսքերը տարածվեցին հիվանդանոցում, ապա այլ հիվանդանոցներում, ապա ամբողջ քաղաքում։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Սոս Սարգսյանը չէր պարտվել, նա պարզապես ընտրել էր այլ ճանապարհ ծառայելու իր ժողովրդին։ Բայց կար մեկ այլ պատճառ, թե ինչու Սոսը այցելում էր հիվանդանոցներ այդքան հաճախ։ Նրա անձնական բժիշկը դոկտոր Վարդան Սարգսյանը, որը այժմ ապրում է Ֆրանսիայում, առաջին անգամ համաձայնվել է խոսել այն մասին, ինչ իրականում տեղի էր ունենում Սոսի առողջության հետ։ 1994 թվականի աշնանը, երբ Սոսը դեռ պատրաստվում էր ընտրություններին, նա սկսեց զգալ անսովոր ցավեր գլխում։ Դոկտոր Վարդանը կատարեց հետազոտություններ եւ հայտնաբերեց ինչ-որ բան, որը սարսափեցրեց նրան՝ ուռուցք, որը աճում էր Սոսի ուղեղում։ Երբ նա ասաց Սոսին, Սոսը հանգիստ հարցրեց. «Որքան ժամանակ ունեմ»։ Դոկտորը պատասխանեց. «Եթե սկսենք բուժումը հիմա, գուցե 2-3 տարի»։ Սոսը լռեց, ապա ասաց. «Ոչ ոք չպետք է իմանա։ Ոչ Մարինեն, ոչ աղջիկները, ոչ թիմը։ Եթե մարդիկ իմանան, նրանք կմտածեն, որ ես մասնակցում եմ ընտրություններին հույսից զուրկ մարդու ֆյու վերջին փորձի պես։ Բայց ես մասնակցում եմ, որովհետև հավատում եմ, որ կարող եմ հաղթել»։ Դոկտոր Վարդանը պահպանեց գաղտնիքը, բայց ամեն շաբաթ նա տեսնում էր, թե ինչպես Սոսը թուլանում է։ Ցավերը դառնում էին ավելի հաճախ, դեղորայքները ավելի ուժեղ, ժամանակը ավելի սակավ։ 1995 թվականի ընտրություններից հետո, երբ Սոսը մերժեց հրապարակային բողոքները, շատերը մտածեցին, որ նա պարզապես հանձնվել է։
Բայց ճշմարտությունն այն էր, որ Սոսը գիտեր, նրան մնացել է շատ քիչ ժամանակ, եւ նա ուզում էր ծախսել այդ ժամանակը ոչ թե պայքարելով համակարգի դեմ, որը արդեն հաղթել էր, այլ օգնելով կոնկրետ մարդկանց, որոնք կարիք ունեին նրա օգնության։ Դոկտոր Վարդանը պահպանում է Սոսի բժշկական քարտը։ Այնտեղ գրված է յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր դեղորայք, յուրաքանչյուր ախտորոշում։ Բայց ամենաշոկային փաստաթուղթը մի փոքրիկ նշում է, որը Սոսը գրել է իր ձեռքով քարտի վերջին էջում։ Եթե ես մեռնեմ, մի թողեք, որ նրանք ասեն, թե ես մեռա հիասթափությունից։ Ես մեռնում եմ հույսով, հույսով, որ մի օր Հայաստանը կդառնա այն երկիրը, որի մասին ես երազում էի։ 1996 թվականի հունվարին, երբ Սոսի վիճակը սկսեց արագորեն վատանալ, Մարինեն վերջապես իմացավ ճշմարտությունը։ Դոկտոր Վարդանը չկարողացավ այլևս թաքցնել։ Սոսը սկսել էր կորցնել գիտակցությունը։ Նրա խոսքը դառնում էր անհասկանալի, նրա քայլերը անվստահ։ Երբ Մարինեն լսեց ախտորոշումը, նա չլաց, չգոչեց, չհարցրեց ինչու։ Նա պարզապես նստեց Սոսի կողքին, բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Ես միշտ գիտեի, որ դու չես պատկանում միայն ինձ։ Դու պատկանում էիր բոլորին, բայց այս վերջին օրերը դրանք միայն մերն են»։ Եվ այդպես էլ եղավ։ Հաջորդ 2 ամիսները Սոսը եւ Մարինեն ապրեցին այնպես, ըստ Էջ 100-101, կարծես ժամանակը կանգ էր առել։ Նրանք նստում էին պատշգամբում եւ դիտում արևածագը Արարատի վրա։ Նրանք լսում էին հին ձայնագրություններ, երգեր, որոնք երգում էին իրենց երիտասարդության օրերին։ Նրանք խոսում էին աղջիկների մասին։ Անին արդեն ամուսնացած էր եւ ունեին թոռնիկ։ Գայանեն դասավանդում էր երաժշտություն համալսարանում։ Սոսը ասաց Մարինեին. «Մենք ստեղծեցինք ինչ-որ բան գեղեցիկ։ Ոչ թե քաղաքական կարիերա, ոչ թե պաշտոններ, այլ ընտանիք։ Ընտանիք, որը հիմնված է սիրո եւ ճշմարտության վրա։ Եվ դա ավելի կարեւոր է, քան ցանկացած ընտրություն»։ Բայց գիշերները, երբ Մարինեն քնած էր, Սոսը դուրս էր գալիս պատշգամբ եւ նայում դեպի Երևանի լույսերը։ Նա մտածում էր այն մարդկանց մասին, որոնք հավատացել էին նրան, այն երազանքների մասին, որոնք չիրականացան, այն Հայաստանի մասին, որը կարող էր լինել, բայց չեղավ։ Եվ նա հարցնում էր իր ինքն իրեն. արդյոք արժեր այս ամբողջ պայքարը, արդյոք նա կարող էր անել ինչ-որ բան այլ կերպ, արդյոք նրա կյանքը ունեցավ իմաստ։ Բայց մի գիշեր, փետրվարի վերջին, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Սոսի տուն եկավ մի անծանոթ մարդ, ծեր, գրեթե 80 տարեկան, որը ներկայացավ որպես Գրիգոր Մանուկյան։ Նա ասաց, որ եկել է Գյումրիից եւ ունի ինչ-որ բան, որը պետք է տա Սոսին անձամբ։ Արամ Գևորգյանը, որը այդ ժամանակ դեռ աշխատում էր որպես Սոսի վարորդ, հիշում է, թե ինչպես Գրիգորը համեց իր պայուսակից մի հին տետր, դեղնած էջերով, կոտրված կողերով։ Նա ասաց. «Պարոն Սարգսյան, ես ապրել եմ երկար կյանք։ Ես տեսել եմ շատ իշխանություններ, շատ առաջնորդներ, շատ խոստումներ, բայց դուք եղաք միակը, ում ես հավատացի։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր կյանքը չէր ապարդյուն»։ Նա բացեց տետրը եւ ցույց տվեց Սոսին։ Այնտեղ էին հարյուրավոր ստորագրություններ, անուններ, հասցեներ։ «Սրանք են այն մարդիկ, որոնք քվեարկեցին ձեզ համար 1995 թվականին», ասաց Գրիգորը։ Բայց ոչ միայն դա։ Սրանք են այն մարդիկ, որոնք դեռ հավատում են ձեր տեսլականին, որոնք դեռ երազում են այն Հայաստանի մասին, որի մասին դուք խոսեցիք։ Մենք գիտենք, որ դուք հիվանդ եք։ 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 Մեր թորների մեջ։ Սոսը վերցրեց տետրը դողացող ձեռքերով եւ սկսեց թերթել էջերը։ Յուրաքանչյուր անուն էր մի պատմություն, յուրաքանչյուր ստորագրություն էր մի հույս։ Երբ նա ավարտեց, նա նայեց Գրիգորին եւ ասաց. «Շնորհակալ եմ։ Դուք տվեցիք ինձ ամենակարևոր նվերը՝ իմաստ։ Իմաստ այն ամենի, ինչ ես արեցի, այն ամենի, ինչ ես հավատացի, այն ամենի, ինչ ես սիրեցի»։ Այդ գիշեր Սոսը չքնեց։ Նա նստեց իր գրասենյակում եւ գրեց վերջին նամակը, ոչ թե Մարինեին, ոչ թե աղջիկներին, այլ հայ ժողովրդին։ Այդ նամակը երբեք չհրապարակվեց պաշտոնապես, բայց Արամ Գևորգյանը պահպանել է դրա պատճենը 35 տարի։ Այսօր նա պատրաստ է կիսվել դրա բովանդակությամբ աշխարհի հետ։ Նամակում Սոսը գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, երբ դուք կկարդաք այս տողերը, ես արդեն չեմ լինի ձեզ հետ։ Բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք մի քանի բան։ Առաջին, ես երբեք չեմ զղջացել, որ մասնակցեցի այն պայքարին, որը մենք կոչեցինք փոփոխության պայքար։ Այո,
Մենք պարտվեցինք։ Այո, համակարգը ավելի ուժեղ էր, քան մենք մտածում էինք, բայց մենք ցույց տվեցինք, որ հնարավոր է երազել, Հնարավոր է հավատալ, հնարավոր է պայքարել, առանց ատելության, առանց բռնության, առանց սուտի։ Երկրորդ. մի մեղադրեք նրանց, ովքեր դավաճանեցին մեր վստահությանը։ Նրանք ապրում են իրենց սեփական դժոխքում, դժոխք, որը կոչվում է խիղճ։ Մի օր նրանք կարթնանան եւ կհասկանան, թե ինչ են կորցրել, ոչ թե իշխանությունը, այլ իրենց հոգին։ Երրորդ. մի կորցրեք հույսը։ Պատմությունը երկար է, բայց արդարությունը միշտ գալիս է։ Գուցե ոչ այսօր, գուցե ոչ վաղը, բայց մի օր Հայաստանը կդառնա այն երկիրը, որի մասին մենք երազում էինք։ Եվ երբ այդ օրը գա, հիշեք, որ եղան մարդիկ, որոնք հավատացին դրան նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Նամակը ավարտվում էր մի պարզ նախադասությամբ. Ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում եմ ձեզ, ես սիրում եմ ձեզ Հայաստան, եւ ես հավատում, տասնյակ հազարավոր մարդիկ եկան հրաժեշտ տալու նրան։ Նրանց մեջ էին մտավորականներ, ուսանողներ, բանվորներ, գյուղացիներ, պարզ մարդիկ, որոնք երբեք չէին հանդիպել Սոսին անձամբ, բայց զգում էին, որ կորցրել են ինչ-որ բան կարևոր։ Բայց կար մեկը, ով կանգնած էր հեռվից եւ լացում էր լուր՝ Վահագն Խաչատրյանը։ Նա չմոտեցավ դագաղին, չխոսեց ոչ ոքի հետ, պարզապես կանգնեց եւ նայեց։ Երբ արարողությունը ավարտվեց եւ մարդիկ սկսեցին հեռանալ, Վահագնը մոտեցավ Մարինեին եւ ասաց. «Ներեցեք ինձ»։ Մարինեն նայեց նրան եւ հարցրեց. «Դուք ով եք»։ Վահագնը պատասխանեց. «Ես եմ այն»։ Մարդը, որը փորձեց փրկել ձեր ամուսնուն, բայց չկարողացավ փրկել համակարգից։ Մարինեն լռեց երկար, ապա ասաց. «Սոսը ասում էր, որ ամենակարևորը փորձելն է։ Դուք փորձեցիք, եւ դրա համար շնորհակալ եմ»։ Վահագնը հեռացավ, բայց նախքան գնալը նա դարձավ եւ ասաց. «Մի օր ճշմարտությունը կբացահայտվի, եւ երբ դա տեղի ունենա, ամբողջ Հայաստանը կիմանա, թե ինչպես ձեր ամուսինը պայքարեց մինչև վերջ»։ Այդ խոսքերը մնացին Մին Մարինեի հիշողության մեջ 35 տարի, մինչև այն օրը, երբ նա վերջապես որոշեց պատմել ամբողջ պատմությունը։ Բայց ով էր այն մարդը, որը այդ օրը նստած էր իր գրասենյակում եւ ջնջում էր վերջին ֆայլերը Սոս Սարգսյանի մասին։ Նա աշխատեց մանրակրկիտ։ Յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր ձայնագրություն, յուրաքանչյուր լուսանկար։ Երբ նա ավարտեց, նա նստեց եւ մտածեց. արդյոք սա բավարար է։ Արդյոք պատմությունը կմոռանա Սոս Սարգսյանին։ Արդյոք նրա անունը կդառնա պարզապես մի ծանոթագրություն պատմության գրքերում։ Բայց նա չգիտեր, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ ջնջել. հիշողությունը, հույսը, հավատը։ Նա չգիտեր, որ Սոս Սարգսյանի պատմությունը կապրի ոչ թե փաստաթղթերում, այլ մարդկանց սրտերում։ Եվ նա չգիտեր, որ 35 տարի անց, երբ նոր սերունդը կսկսի հարցեր տալ, երբ հին գաղտնիքները կսկսեն բացահայտվել, երբ ճշմարտությունը վերջապես կգա լույս, նրա անունը կլինի այն ցուցակում, որը պատմությունը երբեք չի ների։ Բայց այդ օրը դեռ չէր եկել։ Այդ օրը, փետրվարի 20-րդը, Հայաստանը պարզապես սգում էր մի մարդու, որը երազեց մեծ երազանքներ եւ պայքարեց մեծ պայքարներ։ Եվ մինչ արևը մայր էր մտնում Արարատի հետևում, մի հարց մնում էր օդում. արդյոք Սոս Սարգսյանի պատմությունը իսկապես ավարտվեց, թե դա էր միայն սկիզբը։ 1996 թվականի մարտին, մեկ ամիս Սոսի մահից հետո, Մարինեն որոշեց բացել նրա անձնական սեյֆը։ Նա գիտեր կոմբինացիան։ Սոսը ասել էր նրան տարիներ առաջ. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, բացիր սեյֆը եւ կտեսնես այն, ինչ ես ուզում էի, որ դու իմանաս»։ Երբ նա բացեց սեյֆը, նա գտավ 3 կարմիր թղթապանակ, նույն թղթապանակները, որոնց մասին Արամ Գևորգյանը պատմել էր։ Առաջին թղթապանակում էին 1995 թվականի ընտրությունների իրական արդյունքները, մանրամասն աղյուսակներ, որոնք ցույց էին տալիս, որ Սոսը հաղթել էր 11%-ով։ Երկրորդ թղթապանակում էին ձայնագրությունների տրանսկրիպտներ,
Խոսակցություններ, որոնք բացահայտում էին, թե ինչպես էր պլանավորվել ընտրությունների կեղծումը։ Երրորդ թղթապանակը պարունակում էր 17 հանուն, մարդիկ, որոնք համոզվել էին չմասնակցել քվեարկությանը։ Մարինեն կարդաց ամեն ինչ ուշադիր, եւ երբ նա ավարտեց, նա հասկացավ, թե ինչու Սոսը երբեք չխոսեց այս մասին հրապարակայինորեն։ Նա հասկացավ, որ Սոսը վախենում էր ոչ թե իր անվտանգության համար, այլ երկրի համար։ Եթե այս ապացույցները հրապարակվեին, Հայաստանը կարող էր ընկնել քաղաքացիական պատերազմի մեջ։ Եվ Սոսը ընտրեց լռությունը, ոչ թե թուլության, այլ սիրո պատճառով։ Սիրո դեպի իր երկիրը, սիրո դեպի իր ժողովուրդը, սիրո դեպի խաղաղությունը։ Բայց Մարինեն նաև գտավ 4-րդ ծրար, փոքրիկ, կնքված, որի վրա գրված էր բացել միայն երբ ժամանակը գա։ Նա չգիտեր, թե երբ է այդ ժամանակը, բայց ինչ որ բան ասում էր նրան, որ դեռ չէ։ Նա վերցրեց բոլոր թղթապանակները, դրեց դրանք մի նոր սեյֆում եւ սպասեց։ Նա սպասեց 35 տարի, մինչև այն օրը, երբ նրա թոռնուհին Լուսինեն, որը անվանվել էր այն փոքրիկ աղջկա պատվին, ում Սոսը այցելել էր հիվանդանոցում, եկավ նրա մոտ եւ ասաց. «Տատ, ես ուզում եմ իմանալ ճշմարտությունը պապիկի մասին, ոչ թե այն պատմությունները, որոնք պատմում են դպրոցում, այլ իրական ճշմարտությունը»։ Եվ այդ պահին Մարինեն հասկացավ, որ ժամանակը եկել է։ Նա բացեց սեյֆը, հանեց թղթապանակները եւ սկսեց պատմել այն մասին, ինչ իրականում տեղի ունեցավ 1995 թվականին։ Պատմել այն մասին, թե ինչպես մի մարդ պայքարեց համակարգի դեմ եւ պարտվեց, բայց երբեք չկորցրեց իր արժանապատվությունը։ Պատմել այն մասին, թե ինչպես սերը կարող է լինել ավելի ուժեղ, քան ատելությունը, եւ ճշմարտությունը ավելի հզոր, քան սուտը։ Եվ երբ նա ավարտեց, Լուսինեն հարցրեց. «Տատ, իսկ ինչ կա այդ 4-րդ ծրարում, որը դեռ կնքված է»։ Մարինեն նայեց ծրարարին եւ ժպտաց. «Դա պապիկիդ վերջին նվերն է մեզ համար, բայց մենք կբացենք այն միայն, երբ ամբողջ Հայաստանը պատրաստ լինի լսելու ճշմարտությունը»։ Եվ այդպես, ովքեր էին այն 17 մարդիկ, որոնց անունները գրված էին 3-րդ թղթապանակում։ Ինչ եղավ նրանց։ Արդյոք նրանք դեռ ապրում են։ Եվ եթե այո, ինչ են նրանք մտածում այսօր, 35 տարի անց, երբ նայում են հայելուն եւ տեսնում են այն մարդուն, ով դարձավ նրանք։ Արդյոք նրանք զղջում են։ Արդյոք նրանք հիշում են Սոս Սարգսյանին։ Արդյոք նրանք երբևէ մտածել են, թե ինչպես կփոխվեր Հայաստանը, եթե այդ օրը նրանք ընտրեին այլ ճանապարհ։ Դուք պատրաստ եք իմանալ նրանց պատմությունները։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Սոս Սարգսյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթ, որը կարող էր փոխել Հայաստանի ճակատագիրը։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր հոգին։ 1996 թվականի փետրվարի 21-ին, մեկ օր Սոսի մահից հետո, այս 12 մարդիկ հավաքվեցին մի գաղտնի սենյակում Երևանի կենտրոնում։ Նրանց մեջ էին Սոսի անձնական բժիշկը, նրա վարորդը, նրա երկու ամենամոտ խորհրդականները, նրա անվտանգության ղեկավարը եւ ուրիշներ։ Մարդիկ, ովքեր տեսել էին Սոսի վերջին օրերը, լսել էին նրա վերջին խոսքերը, գիտեին նրա վերջին ցանկությունները։ Նրանք հավաքվել էին ոչ թե սգելու, այլ որոշելու ինչ անել այն ապացույցներով, որոնք Սոսը թողել էր։ Մեկը ասաց. «Մենք պետք է հրապարակենք ամեն ինչ։ Ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը»։ Մեկ ուրիշը պատասխանեց. «Եթե մենք դա անենք, երկիրը կայրվի։ Սոսը մեռավ խաղաղության համար, ոչ թե պատերազմի»։ Երրորդը լռեց երկար, ապա ասաց. «Գուցե ճշմարտությունը պետք է սպասի, բայց ինչքան»։ Այդ հարցը կախված մնաց օդում, եւ յուրաքանչյուրը գիտեր, որ պատասխանը կորոշի ոչ միայն Սոսի ժառանգությունը 1996 թվականի մարտին, երբ Հայաստանը դեռևս փորձում էր ապրել Սոսի բացակայության հետ, սկսվեցին տարօրինակ իրադարձություններ։ Սոսի թիմի անդամները սկսեցին ստանալ անանուն նամակներ, որոնք նախազգուշացնում էին նրանց չփորձել վերականգնել անցյալը։ Դոկտոր Վարդան Սարգսյանը, որը դեռ պահպանում էր Սոսի բժշկական փաստաթղթերը, մի առավոտ գտավ իր գրասենյակի դուռը բաց։ Ոչինչ չէր գողացվել, բայց ամեն ինչ էր շարժված։ Կարծես մեկը փնտրել էր ինչ-որ բան։ Արամ Գևորգյանը, Սոսի վարորդը, նկատեց, որ նույն մեքենան հետևում է նրան ամեն օր՝ սև Վոլգա, մուգ ապակիներով առանց համարանիշների։ Վահագն Խաչատրյանը, որը փորձել էր փրկել Սոսին եւ հիմա ապրում էր իր սեփական խղճի տանջանքների մեջ, ստացավ հեռախոսազանգ մի գիշեր, ձայնը ասաց միայն մեկ նախադասություն. «Դուք արեցիք ձեր ընտրությունը, հիմա ապրեք դրա հետ»։ Այս ամենը ստեղծում էր մթնոլորտ, որը ավելի ծանր էր, քան ցանկացած բանտ, մթնոլորտ անընդհատ վախի, անընդհատ հսկողության, անընդհատ սպառնալիքի։
Բայց ամենաանսպասելին եղավ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին։ Մարինե Սարգսյանը, Սոսի այրին, որը մինչ այդ լռել էր եւ սգել իր ամուսնուն անձնական կերպով, հանկարծ որոշեց խոսել։ նա կազմակերպեց մամուլի ասուլիս, առաջին անգամ Սոսի մահից հետո։ Լրագրողները եկան տասնյակներով, բոլորը սպասում էին, որ նա կխոսի Սոսի անձնական կյանքի մասին, նրա վերջին օրերի մասին, նրա ժառանգության մասին։ Բայց Մարինեն ասաց ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա կանգնեց ամբիոնի առջև, նայեց տասնյակ տեսախցիկների եւ ասաց. «Ես եկել եմ այստեղ ոչ թե պատմելու իմ ամուսնու մասին, այլ հարցնելու ձեզ, Հայաստանի ժողովուրդը։ Դուք ուզում եք իմանալ ճշմարտությունը։ Ճշմարտությունը 1995 թվականի ընտրությունների մասին։ Ճշմարտությունը այն մարդկանց մասին, ովքեր կեղծեցին ձեր ձայները։ Ճշմարտությունը այն համակարգի մասին, որը սպանեց ոչ թե Սոսի մարմինը, այն արդեն մեռնում էր հիվանդությունից, այլ նրա երազանքները։ Ես ունեմ ապացույցներ։ Ես ունեմ փաստաթղթեր։ Ես ունեմ անուններ։ Բայց նախքան ես դրանք հրապարակելը, ես ուզում եմ իմանալ, արդյոք դուք պատրաստ եք լսելու։ Արդյոք դուք պատրաստ եք դիմակայելու այն ցավին, որը գալիս է ճշմարտության հետ։ Արդյոք դուք պատրաստ եք ընդունելու, Որ այն մարդիկ, որոնց դուք վստահեցիք, դավաճանեցին ձեզ։ Եթե դուք պատրաստ եք, ես կխոսեմ։ Բայց եթե դուք ուզում եք շարունակել ապրել հարմարավետ սուտի մեջ, ապա ես կվերադառնամ տուն եւ կթաղեմ այդ ապացույցները Սոսի հետ միասին։ Սենյակում տիրեց լռություն, այնպիսի լռություն, որը կարող էր լսել սրտերի բաբախյունը։ Ապա մի ձայն բարձրացավ հետին շարքից. «Մենք ուզում ենք ճշմարտությունը»։ Ապա մեկ ուրիշը. «Այո, մենք պատրաստ ենք»։ Ապա ամբողջ սենյակը սկսեց կրկնել. «Ճշմարտությունը, ճշմարտությունը, ճշմարտությունը»։ Եվ այդ պահին Մարինե Սարգսյանը հասկացավ, որ նա արեց ճիշտ ընտրություն։ Նա բացեց իր պայուսակը եւ հանեց առաջին թղթապանակը՝ կարմիր, հին, դեղնածեջերով։ Բայց նախքան նա կարողանար բացել այն, սենյակի դռները բացվեցին եւ մտան 5 մարդ սև կոստյումներով։ Նրանցից մեկը, ամենաբարձրը, մոտեցավ Մարինեին եւ ասաց. «Տիկին Սարգսյան, մենք եկել ենք ձեզ պաշտպանելու»։ Մարինեն նայեց նրան եւ հարցրեց. «Ումից»։ Մարդը ժպտաց սառը ժպիտով. «Ձեզանից, ձեր սեփական սխալներից։ Դուք չգիտեք, թե ինչ եք անում։ Այդ փաստաթղթերը կարող են վնասել շատ մարդկանց, ոչ միայն նրանց, ում դուք համարում եք թշնամիներ, այլև ձեր սեփական ընտանիքին, ձեր երեխաներին, ձեր թոռներին»։ Մարինեն զգաց, թե ինչպես սառը ալիք է անցնում իր մարմնով, բայց նա չտեղի տվեց վախին։ Նա ասաց. «Սոսը ապրեց առանց վախի, եւ ես չեմ սկսի վախենալ հիմա, երբ նա այլևս չկա պաշտպանելու ինձ»։ Նա բարձրացրեց թղթապանակը եւ սկսեց կարդալ, բարձր ձայնով, հստակ, առանց դողալու։ Նա կարդաց թվերը, իրական ընտրական արդյունքները, որոնք ցույց էին տալիս Սոսի հաղթանակը։ Նա կարդաց անունները այն մարդկանց, ովքեր կազմակերպել էին կեղծիքը։ Նա կարդաց ամսաթվերը, երբ եւ որտեղ էին տեղի ունեցել գաղտնի հանդիպումները։ Եվ ամբողջ այդ ժամանակ սև կոստյումներով մարդիկը կանգնած էին եւ լսում, նրանց դեմքերը դառնում էին ավելի ու ավելի մութ։ Երբ Մարինեն ավարտեց, նա նայեց նրանց եւ ասաց. «Հիմա դուք կարող եք ձերբակալել ինձ, կարող եք վերցնել այս փաստաթղթերը, կարող եք փորձել ջնջել ճշմարտությունը, բայց արդեն ուշ է։ Այս սենյակում կան 30 լրագրող, եւ նրանցից յուրաքանչյուրը լսեց այն, ինչ ես ասացի։ Ճշմարտությունը արդեն ազատ է»։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ հաջորդը, ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Սև կոստյումներով մարդիկը չձերբակալեցին Մարինեին, նրանք պարզապես դարձան եւ հեռացան, առանց խոսքի, առանց սպառնալիքի, առանց բացատրության։ Լրագրողները սկսեցին գրել իրենց հոդվածները, տեսախցիկները փոխանցեցին ասուլիսը ուղիղ եթերով եւ մի քանի ժամում ամբողջ Հայաստանը գիտեր ճշմարտությունը։ Բայց հաջորդ օրը, երբ մարդիկը սպասում էին տեսնել այդ հոդվածները թերթերում, նրանք գտան միայն դատարկ էջեր։ Երբ նրանք փորձեցին դիտել ասուլիսի ձայնագրությունը, նրանք գտան միայն ստատիկ աղմուկ։ Երբ նրանք հարցրին լրագրողներին, լրագրողները ասացին. «Մենք չգիտենք, թե ինչ եք խոսում։ Մենք երբեք չենք եղել այդ ասուլիսում»։ Կարծես ամբողջ իրադարձությունը երբեք չէր տեղի ունեցել։ Կարծես Մարինե Սարգսյանը երբեք չէր խոսել։ Կարծես ճշմարտությունը երբեք չէր ազատվել։ Մարինեն նստեց իր տանը եւ հասկացավ, որ նա պայքարում է ոչ թե մարդկանց դեմ, այլ համակարգի դեմ։ Համակարգ, Որը ունի իշխանություն ոչ միայն ներկայի, այլև անցյալի եւ ապագայի վրա։ Բայց նա չհանձնվեց։ Նա վերցրեց երկրորդ թղթապանակը եւ սկսեց պատրաստվել հաջորդ մարտին։ Բայց այս անգամ նա գիտեր, որ պետք է լինի ավելի խելացի, ավելի զգույշ, ավելի ռազմավարական։
եւ նա գիտեր, որ պետք է գտնի դաշնակիցներ, մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի գնալ ճշմարտության համար։ 1996 թվականի մայիսին, երբ Հայաստանը սկսում էր մոռանալ Մարինեի ասուլիսը, կամ ավելի ճիշտ երբ նրանց ստիպում էին մոռանալ, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց խաղի կանոնները։ Վահագն Խաչատրյանը, որը մինչ այդ ապրում էր ստվերներում, փորձելով մոռանալ իր անցյալը, իր դավաճանությունները, իր մեղքերը, հանկարծ որոշեց անել ինչ-որ բան, որը նա երբեք չէր մտածել, որ կարող է անել։ Նա գնաց Մարինե Սարգսյանի տուն եւ ասաց. «Ես եկել եմ օգնելու ձեզ»։ Մարինեն նայեց նրան կասկածանքով. «Ինչու՞։ Դուք փորձեցիք օգնել Սոսին եւ ձախողվեցիք։ Ինչու պետք է ես վստահեմ ձեզ հիմա»։ Վահագնը նստեց եւ սկսեց պատմել իր պատմությունը։ Ամբողջ պատմությունը, առանց թաքցնելու, առանց արդարացնելու։ Նա պատմեց, թե ինչպես նա աշխատել է համակարգի համար 14 տարի, թե ինչպես նա հավաքել է տեղեկություններ մարդկանց մասին, թե ինչպես նա օգնել է ոչնչացնել կարիերաներ եւ կյանքեր։ Նա պատմեց, թե ինչպես նա հանդիպեց Սոս Սարգսյանին եւ հասկացավ, որ նա ծառայում է սխալ կողմին։ Նա պատմեց, թե ինչպես նա փորձեց փրկել Սոսին, բացահայտելով կեղծ փաստաթղթերը, բայց ինչպես համակարգը ավելի ուժեղ էր, քան նա մտածում էր։ Եվ նա պատմեց, թե ինչպես նա ապրել է վերջին 3 ամիսները, ամեն գիշեր արթնանալով սարսափից, ամեն առավոտ նայելով հայելուն եւ չճանաչելով այն մարդուն, ում տեսնում էր։ Երբ նա ավարտեց, Մարինեն լռեց երկար, ապա ասաց. «Սոսը հավատում էր, որ ամեն մարդ արժանի է երկրորդ շանսի։ Եթե դուք իսկապես ուզում եք փրկել ձեր հոգին, ապա ես կտամ ձեզ այդ շանսը։ Բայց եթե դուք դավաճանեք ինձ, ես երդվում եմ Սոսի հիշատակով, որ ես կգտնեմ ձեզ եւ կբացահայտեմ ամեն ինչ, ինչ դուք արեցիք»։ Վահագնը եւ Մարինեն սկսեցին աշխատել միասին։ Նրանք պլանավորեցին նոր ռազմավարություն, ավելի խելացի, ավելի անսպասելի։ Նրանք որոշեցին ոչ թե հրապարակել ապացույցները միանգամից, այլ աստիճանաբար, փոքր կտորներով, որպիսի համակարգը չկարողանա արձագանքել արագ։ Նրանք որոշեցին օգտագործել ոչ թե պաշտոնական լրատվամիջոցները, որոնք վերահսկվում էին, այլ անհատական կապեր, մարդ առ մարդ, ընտանիք առ ընտանիք, համայնք առ համայնք։ Եվ նրանք որոշեցին սկսել ոչ թե ընտրությունների կեղծիքից, այլ ավելի անձնական պատմություններից։ Պատմություններ այն մարդկանց մասին, ում կյանքերը փոխվեցին Սոսի պատճառով։ Պատմություններ այն երազանքների մասին, որոնք ծնվեցին եւ մեռան նրա հետ միասին։ Պատմություններ այն հույսի մասին, որը դեռ ապրում է նրանց սրտերում։ Վահագնը օգտագործեց իր 5 կապերը։ Նա գիտեր, թե ում կարելի է վստահել եւ ում ոչ, ում կարելի է մոտենալ եւ ումից պետք է հեռու մնալ։ Նա սկսեց տարածել պատմությունները լուր, մի խոսք այստեղ, մի փաստաթուղթ այնտեղ, մի լուսանկար մեկ ուրիշ տեղ։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, ճշմարտությունը սկսեց տարածվել, ոչ թե որպես պայթյուն, այլ որպես ալիք, որը աստիճանաբար ծածկում է ամեն ինչ։ Մարդիկ սկսեցին խոսել առաջին անգամ ոչ թե վախով, այլ հույսով։ Նրանք սկսեցին հիշել Սոս Սարգսյանին ոչ թե որպես պարտված քաղաքական գործիչ, այլ որպես խորհրդանիշ, որպես հույս, որպես տեսլական այն Հայաստանի, որը կարող էր լինել։ Բայց համակարգը չէր քնած։ Հունիսի կեսերին Վահագն Խաչատրյանը անհետացավ։ Նա դուրս եկավ տնից մի առավոտ եւ երբեք չվերադարձավ։ Նրա կինը զանգահարեց ոստիկանություն, բայց նրանք ասացին. «Մենք չենք կարող օգնել, գուցե նա պարզապես հեռացել է»։ Մարինեն իմացավ եւ հասկացավ, որ սա նախազգուշացում է։ Նախազգուշացում նրան, նախազգուշացում բոլորին, ովքեր համարձակվում են խոսել ճշմարտությունը։ Նա վախեցավ։ Առաջին անգամ իր կյանքում նա զգաց իրական ոչ թե Վահագնի համար, ոչ թե իր համար, այլ Սոսի համար, նրա երազանքների համար, նրա ժառանգության համար։ Նա վերցրեց 3-րդ թղթապանակը, այն, որը պարունակում էր 17 անուններ, եւ սկսեց հետազոտել։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչու էին նրանք ընտրվել։ Ինչ եղավ նրանց։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանցից մեկը կարող էր լինել այն մարդը, ով հրահանգեց Վահագնի անհետացումը։ Մարինեն սկսեց հետազոտությունը մեթոդիկ կերպով։ Նա գրեց 17 անունները մի թերթի վրա եւ սկսեց հավաքել տեղեկություններ յուրաքանչյուրի մասին։ Առաջին անունը Արթուր Պետրոսյան, նախկին Կենտկոմի անդամ, որը 1998 թվականին էր 45 տարեկան եւ համարվում էր Սոսի ամենամեծ մրցակիցներից մեկը ներսում։ Մարինեն գտավ, որ Արթուրը մեռել էր 1998 թվականին, սրտի կաթված, բայց նրա ընտանիքը միշտ պնդել էր, որ դա չէր բնական մահ։ Երկրորդ անունը Գագիկ Ավագյան, նախկին ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյա, որը համոզել էր մի քանի ընտրատեղամասերի նախագահներին փոխել արդյունքները։ Գագիկը դեռ ապրում էր, բայց նա տառապում էր Ալցհեյմերից եւ չէր հիշում նույնիսկ իր անունը։ Երրորդ անունը Վարդան Մկրտչյան, նախկին Գոսպլանի ղեկավար, որը մրցակցում էր Սոսի հետ տարիներ շարունակ եւ որը 1995 թվականին հանկարծ ստացավ բարձր պաշտոն Մոսկվայում։
Վարդանը նույնպես մեռել էր 1995 թվականին ավտովթարից, որը շատերը համարում էին կասկածելի։ Մարինեն շարունակեց ցուցակով. յուրաքանչյուր անուն էր մի պատմություն, յուրաքանչյուր պատմություն էր մի ողբերգություն։ Ոմանք մեռել էին, ոմանք անհետացել էին, ոմանք ապրում էին, բայց կորցրել էին իրենց միտքը կամ իրենց հոգին։ Եվ Մարինեն սկսեց տեսնել օրինաչափություն։ Բոլոր այդ մարդիկը, ովքեր մասնակցել էին ընտրությունների կեղծմանը, վերջացել էին վատ։ Կարծես պատմությունը, կամ ճակատագիրը, կամ արդարությունը գտել էր իր ճանապարհը նրանց մոտ։ Բայց մի անուն առանձնանում էր մյուսներից՝ Լևոն Ղազարյան, նախկին անվտանգության ծառայության ղեկավար, որը 1995 թվականին համակարգել էր ամբողջ գործողությունը։ Լևոնը ոչ միայն ապրում էր, այլև բարգավաճում էր։ Նա ուներ բիզնես, ուներ իշխանություն, ուներ կապեր ամենաբարձր մակարդակներում։ Մարինեն հասկացավ, որ եթե նա ուզում է հասնել ճշմարտությանը, նա պետք է հասնի Լևոնին։ Բայց ինչպես։ Լևոնը պաշտպանված էր ավելի լավ, քան ցանկացած բանկ, ավելի զգույշ, քան ցանկացած լրտես, ավելի վտանգավոր, քան ցանկացած հանցագործ։ Մարինեն գիտեր, որ նա չի կարող մոտենալ նրան ուղղակիորեն։ Նա պետք է գտներ այլ ճանապարհ, ավելի անուղղակի, ավելի խելացի, ավելի անսպասելի։ Եվ ապա նա հիշեց ինչ-որ բան, որ Սոսը ասել էր նրան տարիներ առաջ. ամենաուժեղ զենքը ճշմարտության դեմ պայքարում ոչ թե ուժն է, այլ համբերությունը։ Եթե դու սպասես բավականաչափ երկար, համակարգը ինքը կբացահայտի իր թույլ կետերը։ Եվ Մարինեն որոշեց սպասել եւ դիտել, սպասել եւ հապսել եւ հավաքել, սպասել եւ պատրաստվել այն պահի համար, երբ Լևոն Ղազարյանը կանի սխալ։ Որովհետեւ բոլորը անում են սխալներ, նույնիսկ ամենախելացիները, նույնիսկ ամենազգույշները, նույնիսկ ամենավտանգավորները։ Եվ երբ այդ պահը գար, Մարինեն պատրաստ կլիներ։ Բայց մինչ Մարինեն սպասում էր, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Հուլիսի վերջին, երբ Հայաստանը տոնում էր անկախության 5-րդ տարեդարձը, մի անանուն ծրար հասավ Մարինեի տուն։ Ծրարարի վրա չկար ուղարկողի անուն, չկար հասցե, միայն մի նշում. բացել միայն, երբ մենակ եք։ Մարինեն սպասեց մինչև երեկո, երբ նրա աղջիկները հեռացան, եւ բացեց ծրարը։ Ներսում էր մի վիդեոկասետ եւ մի նամակ։ Նամակում գրված էր. Տիկին Սարգսյան, ես եմ այն մարդը, ում դուք փնտրում եք։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդ։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի ամեն ինչ Լևոն Ղազարյանի մասին։ Ես եմ այն մարդը, ով գիտի Թե ինչու եմ ուղարկում սա ձեզ։ Գուցե որովհետև ես հոգնել եմ լռելուց։ Գուցե որովհետև ես հավատում եմ, որ Սոս Սարգսյանը արժանի էր ավելի լավ ճակատագրի։ Կամ գուցե պարզապես որովհետև ես ուզում եմ, որ ճշմարտությունը վերջապես հաղթի։ Օգտագործեք այս վիդեոն իմաստուն կերպով։ Եվ հիշեք, ճշմարտությունը վտանգավոր է նրանց համար, ովքեր ապրում են սուտի մեջ։ Մարինեն դողացող ձեռքերով դրեց վիդեոկասետը վիդեոնկարիչում եւ սեղմեց play։ Էկրանը լուսավորվեց, եւ նա տեսավ 7 մարդկանց նստած սեղանի շուրջ մի մութ սենյակում։ Նրանցից մեկը ամենաբարձրը սկսեց խոսել. Մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև ունենք խնդիր։ Սոս Սարգսյանը հաղթում է։ Մեր վերջին հարցումները ցույց են տալիս, որ նա առաջ է 11%-ով։ Եթե մենք թույլ տանք, որ ընտրությունները անցնեն ազատ եւ արդար, մենք կորցնենք ամեն ինչ՝ մեր իշխանությունը, մեր բիզնեսը, մեր ապագան։ Մեկ ուրիշը ասաց. Ինչ եք առաջարկում։ Առաջինը պատասխանեց. Մենք պետք է վերահսկենք արդյունքները։ Մենք պետք է համոզենք հիմնական ընտրատեղամասների նախագահներին փոխել թվերը։ Մենք պետք է ստեղծենք տպավորություն, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է մեծ տարբերությամբ, որpիսի ոչ ոք չկասկածի։ Երրորդը հարցրեց. Իսկ եթե Սարգսյանը բողոքի։ Առաջինը ժպտաց. Նա չի բողոքի։ Նա չափազանց ազնիվ է դրա համար։
Նա կընդունի պարտությունը եւ կհեռանա լուռ։ Եվ եթե նա փորձի խոսել, մենք ունենք ուրիշ մեթոդներ նրան լռեցնելու։ Վիդեոն շարունակվեց եւս 15 րոպե։ Նրանք քննարկեցին մանրամասները, բաշխեցին առաջադրանքները, համաձայնեցին ազդանշանները։ Եվ ամբողջ այդ ժամանակ Մարինեն նստած էր եւ լացում, ոչ թե վիշտից, այլ զայրույթից։ Զայրույթ այն մարդկանց նկատմամբ, ովքեր գողացել էին նրա ամուսնու երազանքները, զայրույթ այն համակարգի նկատմամբ, որը թույլ տվեց դա տեղի ունենալ, զայրույթ իր ինքն իր նկատմամբ, որ նա չկարողացավ պաշտպանել Սոսին։ Երբ վիդեոն ավարտվեց, Մարինեն նստեց մութի մեջ երկար ժամանակ։ Նա մտածեց, թե ինչ անել այս ապացույցով։ Նա կարող է հրապարակել այն անմիջապես, բայց նա գիտեր, որ համակարգը կփորձի ջնջել այն, ինչպես ջնջել էր նրա առաջին ասուլիսը։ Նա կարող էր տալ այն օտարերկրյա լրատվամիջոցներին, բայց նա վախենում էր, որ դա կվնասի Հայաստանի հեղինակությանը։ Նա կարող էր պահել այն գաղտնի եւ օգտագործել որպես լծակ, բայց դա կնշանակի դառնալ նույն մարդիկ, ում դեմ նա պայքարում էր։ Եվ ապա նա հիշեց Սոսի խոսքերը. ճշմարտությունը պետք է ազատ լինի, նույնիսկ եթե դա ցավ է պատճառում։ Եվ նա որոշեց։ Հաջորդ օրը Մարինե Սարգսյանը կազմակերպեց երկրորդ մամուլի ասուլիս, այս անգամ ոչ թե հյուրանոցում, այլ բաց օդում, օպերայի հրապարակում, որտեղ Սոսը խոսել էր առաջին անգամ 1988 թվականին։ Նա հրավիրեց ոչ միայն հայկական, այլև միջազգային լրատվամիջոցներ։ Նա հրավիրեց մարդկային իրավունքների կազմակերպություններ, դիտորդներ, դիվանագետներ։ Նա ուզում էր, որ ամբողջ աշխարհը տեսնի այն, ինչ նա պատրաստվում էր ցույց տալ։ Երբ հրապարակը լցվեց հազարավոր մարդկանցով, Մարինեն բարձրացավ բեմ եւ ասաց. Այսօր ես ունեմ ապացույց, որը կփոխի ամեն ինչ, ինչ դուք գիտեք 1995 թվականի ընտրությունների մասին։ Այսօր ես ունեմ վիդեո, որը ցույց է տալիս, թե ինչպես 7 մարդիկ նստեցին սեղանի շուրջ եւ որոշեցին գողանալ ձեր ձայները, ձեր ընտրությունը, ձեր ապագան։ Այսօր ես ունեմ ճշմարտությունը, եւ ես պատրաստ եմ կիսվել դրա հետ ամբողջ աշխարհի հետ։ Նա ազդանշանեց եւ հսկայական էկրանը, որը տեղադրված էր հրապարակում, սկսեց ցույց տալ վիդեոն։ Հազարավոր մարդիկ դիտեցին լուր, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր դեմք, յուրաքանչյուր շարժում։ Երբ վիդեոն ավարտվեց, հրապարակը պայթեց ոչ թե ծափահարություններից, այլ բղավոցներից, բղավոցներ զայրույթի, բղավոցներ ցավի, բղավոցներ պահանջի արդարության։ Մարինեն նայեց հրապարակին եւ տեսավ, որ վերջապես ճշմարտությունը ազատ էր։ Բայց նա նաեւ տեսավ ինչ-որ բան, որը սառեցրեց նրա արյունը։ Հրապարակի եզրին, մի մութ մեքենայի մեջ, նստած էր մի մարդ եւ դիտում նրան։ Եվ Մարինեն գիտեր, որ այդ մարդը Լևևոն Ղազարյանն էր։ Եվ նա գիտե, որ պատերազմը հենց հիմա սկսվեց։ Բայց արդյոք Մարինեն պատրաստ էր այդ պատերազմին։ Արդյոք նա ուներ ուժ, խելք եւ համարձակություն դիմակայելու համակարգին, որը սպանել էր նրա ամուսնուն։ Արդյոք այդ վիդեոն բավարար էր փոխելու Հայաստանի պատմությունը։ Եվ ամենակարևորը, ինչ էր պարունակում այն 4-րդ ծրարը, որը Սոսը թողել էր եւ որը Մարինեն դեռ չէր բացել։ Արդյոք այնտեղ էր վերջնական ապացույցը, վերջնական ճշմարտությունը, վերջնական պատասխանը։ Դուք պատրաստ եք իմանալ, թե ինչ է սպասում Մարինեին, Հայաստանին եւ բոլոր նրանց, ովքեր դեռ հավատում են, որ ճշմարտությունը կարող է հաղթել սուտին։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Սոս Սարգսյանի անձնական անվտանգության համար, համաձայնվում է խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կշրջի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Սերգեյ Ավետիսյանը, նախկին KGB-ի սպա, ով 1994 թվականից սկսած աշխատում էր Սոսի մոտ, պահպանել է մի փոքրիկ տետր, որտեղ գրանցել է յուրաքանչյուր անսովոր դեպք, յուրաքանչյուր կասկածելի հանդիպում, յուրաքանչյուր սպառնալիք։ Այդ տետրը պարունակում է ավելին, քան պարզապես անվտանգության նշումներ։ Այն պարունակում է Սոսի անձնական խոսակցությունները, նրա վախերը, նրա հույսերը, նրա վերջին ցանկությունները։ Սերգեյը հիշում է մի երեկո, երբ Սոսը կանչեց նրան իր գրասենյակ եւ ասաց. «Սերգեյ, եթե թե ինձ ինչ-որ բան պատահի, ես ուզում եմ, որ դու իմանաս մի բան։ Այն 4-րդ ծրարը, որը գտնվում է իմ սեյֆում, այն պարունակում է ոչ թե փաստաթղթեր, բայց երբ կգա այդ ժամանակը»։ Սոսը նայեց պատուհանից դեպի Արարատը եւ պատասխանեց. «Երբ մարդիկ դադարեն փնտրել մեղավորներ եւ սկսեն փնտրել լուծումներ, երբ նրանք դադարեն ապրել անցյալով եւ սկսեն կառուցել ապագան, երբ նրանք հասկանան, որ ճշմարտությունը ոչ թե զենք է վրեժխնդրության համար, այլ գործիք է բուժման համար»։ Այդ խոսակցությունը տեղի ունեցավ 1996 թվականի հունվարին, մեկ ամիս առաջ Սոսի մահից։ Սերգեյը երբեք չմոռացավ այդ խոսքերը
Եվ երբ նա տեսավ Մարինե Սարգսյանի երկրորդ մամուլի ասուլիսը 1996 թվականի հուլիսին, երբ նա տեսավ հրապարակի վրա այն զայրույթը, այն ցավը, այն պահանջը արդարության, նա հասկացավ, որ ժամանակը դեռ չէր եկել։ Հայաստանը դեռ չէր պատրաստ սոսի վերջին նամակներին։ Բայց Սերգեյը նաև տեսավ ինչ-որ բան, որը սարսափեցրեց նրան։ Նա տեսավ, թե ինչպես Լևոն Ղազարյանը դուրս եկավ իր մեքենայից և քայլեց դեպի բեմը, ուր Մարինեն դեռ խոսում էր։ Սերգեյը փորձեց հասնել նրան, բայց ամբողջը չափազանց խիտ էր։ Նա տեսավ, թե ինչպես Լևոնը բարձրացավ բեմ, վերցրեց միկրոֆոնը Մարինեի ձեռքից և ասաց ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Լևոն Ղազարյանը կանգնեց բեմի կենտրոնում և նայեց հազարավոր դեմքերին, որոնք լի էին զայրույթով և սպասումով։ Նա խոսեց հանգիստ, գրեթե շշուկով, բայց նրա ձայնը լսվում էր ամբողջ հրապարակում։ Տիկին Սարգսյան, դուք ցույց տվեցիք մի վիդեո, որը ճիշտ է, ցույց է տալիս մի հանդիպում 1995 թվականին, բայց այդ վիդեոն ցույց է տալիս միայն կես ճշմարտությունը։ Այո, մենք հավաքվեցինք այդ գիշերը։ Այո, մենք քննարկեցինք ընտրությունների արդյունքները, բայց ոչ թե որպեսի կեղծենք դրանք, այլ որպեսի պաշտպանենք դրանք։ Մենք ստացել էինք տեղեկություններ, որ Սոս Սարգսյանի թիմը պլանավորում էր կեղծել ձայները իրենց օգտին։ Մենք հավաքվեցինք։ Ես գիտեմ, որ դուք չեք հավատում ինձ։ Ես գիտեմ, որ դուք ուզիդեմ, որ դուք ուզում եք տեսնել ինձ որպես չարիք, որպես դավաճան, որպես այն մարդուն, ով գողացավ ձեր երազանքները։ Բայց ես առաջարկում եմ ձեզ ինչ-որ բան այլ։ Ես առաջարկում եմ բացել անկախ հետազոտություն։ Թող միջազգային փորձագետները ուսումնասիրեն այդ վիդեոն։ Թող նրանք ստուգեն բոլոր փաստաթղթերը, թող նրանք հարցաքննեն բոլոր ականատեսներին։ Եվ եթե նրանք գտնեն, որ ես մեղավոր եմ, ես պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ։ Բայց եթե նրանք գտնեն, որ ես ճշմարտությունն եմ ասում, ապա ես պահանջում եմ, որ Տիկին Սարգսյանը հրապարակավ ներողություն խնդրի ինձանից եւ բոլոր այն մարդկանցից, որոնց նա վեղադրեց առանց ապացույցների։ Այդ խոսքերը ստեղծեցին շփոթություն։ Մարդիկ սկսեցին հարցնել միմյանց. արդյոք հնարավոր է, որ մենք սխալվել ենք։ Արդյոք Սոսի թիմը իսկապես փորձել է կեղծել ընտրությունները։ Արդյոք մենք հավատացել ենք սուտին։ Սուտին։ Մարինեն կանգնած էր բեմի եզրին եւ զգում էր, թե ինչպես հողը սկսում է սահել նրա ոտքերի տակից։ Նա հասկացավ, որ Լևոնը խաղում է խելացի խաղ։ Նա չէր ժխտում վիդեոն։ Նա չէր փորձում թաքցնել ճշմարտությունը։ Նա պարզապես շրջում էր այն իր օգտին։ Եվ ամենավատը, դա աշխատում էր։ Բայց ապա տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ ոք չէր սպասում։ Հրապարակի հետևից, ամբոխի միջից, բարձրացավ մի ձայն, ծեր, դողացող, բայց հստակ։ Դուք ստում եք, Լևոն Ղազարյան։ Ամբոխը բացվեց։ Եվ բոլորը տեսան մի ծեր մարդու, գրեթե 80 տարեկան, որը քայլում էր դեպի բեմը, հենվելով դեռնափայտի վրա։ Երբ նա հասավ բեմին, Մարինեն ճանաչեց նրան։ Դա Գրիգոր Մանուկյանն էր։ Այն մարդը, ով եկել էր Սոսի մոտ 1996 թվականի փետրվարին եւ բերել էր այն տետրը հարյուրավոր ստորագրություններով։ Ես եմ Գրիգոր Մանուկյանը։ Ես ապրել եմ 81 տարի։ Ես տեսել եմ 3 պատերազմ, 5 իշխանություն, 10 հեղափոխություն։ Եվ ես երբեք իմ կյանքում չեմ լսել այնպիսի սուտ, ինչպիսին դուք հենց նոր ասացիք։ Լևոնը փորձեց ընդհատել, բայց Գրիգորը բարձրացրեց ձեռքը, լռեցեք, դուք խոսեցիք, հիմա իմ հերթն է։ Նա դարձավ դեպի հրապարակը եւ շարունակեց. Ես եմ այն մարդը, ով ուղարկեց այդ վիդեոն Տիկին Սարգսյանին։ Ես եմ այն մարդը, ով ձայնագրեց այդ հանդիպումը 1995 թվականի փետրվարի 19-ը։ Եվ ես եմ այն մարդը, ով կարող է ապացուցել, որ Լևոն Ղազարյանը ստում է։ Հրապարակը լռեց։ Այնպիսի լռություն, որը կարող էր լսել սրտերի բաբախյունը։ Գրիգորը հանեց իր պայուսակից մի փոքրիկ ձայնագրիչ, հին, խորհրդային, որը գրեթե չէր աշխատում։ Նա ասաց. այս ձայնագրիչը աշխատում էր այդ գիշերը, երբ տեղի ունեցավ այդ հանդիպումը։ Վիդեոն ցույց է տալիս միայն 15 րոպե, բայց հանդիպումը տևեց 2 ժամ, եւ այս ձայնագրիչը գրանցել է ամբողջ 2 ժամը։ Նա սեղմեց play եւ հրապարակի բարձրախոսներից սկսեց լսվել Լևոն Ղազարյանի ձայնը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Սարգսյանը հաղթի։ Նա չափազանց ազնիվ է, չափազանց սկզբունքային է, չափազանց վտանգավոր է մեր համար։ Մենք պետք է կեղծենք արդյունքները, եւ մենք պետք է դա անենք այնպես, որ ոչ ոք չկասկածի։ Ձայնագրությունը շարունակվեց, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր մանրամասն, յուրաքանչյուր հրահանգ։ Լևոն Ղազարյանի դեմքը դարձավ մոխրագույն, ապա սպիտակ, ապա կանաչ։ Նա փորձեց խլել ձայնագրիչը Գրիգորի ձեռքից, բայց Սերգեյ Ավետիսյանը, որը վերջապես հասել էր բեմին, կանգնեց նրա ճանապարհին։
Ձայնագրությունը տևեց եւս 40 րոպե, եւ երբ այն ավարտվեց, հրապարակում տիրող լռությունը այնքան ծանր էր, որ կարծես օդը դարձել էր քար։ Ապա մի ձայն բարձրացավ. «Ձերբակալեք նրան»։ Ապա մեկ ուրիշը. «Արդարություն»։ Ապա ամբողջ հրապարակը սկսեց կրկնել. «Արդարություն, արդարություն, արդարություն»։ Լևոն Ղազարյանը փորձեց փախչել, բայց ոստիկանները, որոնք եկել էին պահպանելու կարգը, փոխարենը ձերբակալեցին նրան։ Երբ նրան տանում էին հրապարակից, նա դարձավ եւ նայեց Մարինե Սարգսյանին։ Նրա աչքերում չկար զայրույթ, չկար վախ, միայն ինչ-որ տարօրինակ հանգստություն։ Կարծես նա վերջապես ազատվել էր մի ծանրությունից, որը կրել էր 35 տարի։ Եվ այդ պահին Մարինեն հասկացավ ինչ-որ բան։ Լևոնը չէր չար մարդ, նա չէր հրեշ, նա պարզապես էր մի մարդ, ով կատարել էր սխալ ընտրություն եւ ապրել էր այդ ընտրության հետ ամբողջ իր կյանքը։ Եվ հիմա, երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվել էր, նա գուցե զգում էր ոչ թե վախ, այլ ազատություն։ Հրապարակը դանդաղ սկսեց դատարկվել։ Մարդիկ հեռանում էին լուռ, մտածշոտ, փոխված։ Նրանք եկել էին փնտրելով զայրույթ, բայց գտել էին ինչ-որ բան ավելի խորը։ Հասկացողություն, որ պատմությունը երբեք չի լինում սև ու սպիտակ, որ մարդիկ երբեք չեն լինում միայն լավ կամ միայն վատ, որ ճշմարտությունը միշտ ավելի բարդ է, քան մենք ուզում ենք հավատալ։ Մարինեն նստեց բեմի եզրին եւ զգաց անսովոր հանգստություն։ Նա արեց այն, ինչ խոստացել էր Սոսին։ Նա բացահայտեց ճշմարտությունը, բայց հիմա նա հասկանում էր, որ ճշմարտությունը միայն առաջին քայլն է։ Հաջորդ քայլը ներողությունն է, բուժումը, վերակառուցումը։ Եվ այդ քայլերը պահանջում են ոչ թե զայրույթ, այլ սեր։ Սեր դեպի երկիրը, սեր դեպի ժողովուրդը, սեր դեպի ապագան։ Գրիգոր Մանուկյանը նստեց նրա կողքին եւ ասաց. «Տիկին Սարգսյան, ձեր ամուսինը կհպարտանար ձեզանով»։ Մարինեն ժպտաց արցունքների միջով։ «Ես հույս ունեմ, որ նա տեսնում է մեզ որևէ տեղից եւ գիտի, որ մենք չմոռացանք նրան»։ Գրիգորը կանգնեց եւ պատրաստվեց հեռանալ, բայց նախքան գնալը նա ասաց. «Կա դեռ մեկ բան, որ դուք պետք է իմանաք։ Այն 4-րդ ծրարը, որը Սոսը թողել է, ես գիտեմ, թե երբ պետք է բացվի այն։ Սոսը ասել էր ինձ մի անգամ. բացիր այդ, երբ Հայաստանը սկսի խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Եվ ես կարծում եմ, որ այդ ժամանակը հենց հիմա է»։ Մարինեն վերադարձավ տուն ուշ երեկոյան, հոգնած, բայց խավաղ։ Նրա աղջիկները Անին եւ Գայանեն սպասում էին նրան, եւ երբ նա մտավ, նրանք գրկեցին նրան առանց խոսքի։ Նրանք նստեցին միասին խոհանոցում, այնտեղ, որտեղ Սոսը սիրում էր նստել եւ խոսել իր երազանքների մասին, եւ Մարինեն պատմեց նրանց ամեն ինչ՝ վիդեոն, Լևոնի ձերբակալումը, Գրիգորի ձայնագրությունը եւ ամենակարևորը, այն զգացումը, որ վերջապես ճշմարտությունը հաղթել է։ Երբ նա ավարտեց, Անին հարցրեց. «Մայրիկ, իսկ հիմա ինչ։ Արդյոք ամեն ինչ ավարտվեց»։ Մարինեն ժպտաց. «Ոչ, սիրելիս, հիմա սկսվում է իրական աշխատանքը։ Հիմա մենք պետք է սովորենք ապրել ճշմարտության հետ։ Սովորենք ներել նրանց, ովքեր մեզ վնասեցին։ Սովորենք կառուցել այն Հայաստանը, որի մասին ձեր հայրը երազում էր»։ Գայանեն ասաց. «Բայց ինչպես, մայրիկ։ Ինչպես մենք կարող ենք ներել այն մարդկանց, ովքեր գողացան հոր երազանքները»։ Մարինեն վերցրեց նրա ձեռքը. «Ներելը չի նշանակում մոռանալ։ Ներելը նշանակում է ազատել քեզ այն ատելությունից, որը թունավորում է քո հոգին։ Ձեր հայրը ապրեց առանց ատելության, եւ նա մեռավ առանց ատելության։ Եվ եթե մենք ուզում ենք պատվել նրա հիշատակը, մենք պետք է սովորենք ապրել նույն կերպ»։ Այդ գիշեր նրանք նստեցին միասին երկար, շատ երկար, եւ խոսեցին Սոսի մասին, նրա ծիծաղի մասին, նրա երգերի մասին, նրա պատմությունների մասին, նրա սիրո մասին։ Եվ երբ արևածագը սկսեց լուսավորել Արարատի գագաթները, Մարինեն գիտեր, որ ժամանակը եկել է բացել այն 4-րդ ծրարը։ Նա գնաց սեյֆի մոտ, մուտքագրեց կոմբինացիան եւ հանեց այն փոքրիկ կնքված ծրարը, որը սպասել էր 35 տարի։ Նա նստեց իր սենյակում, որտեղ Սոսը սիրում էր կարդալ, եւ դանդաղ բացեց ծրարը։ Ներսում էին 3 նամակ, մեկը Անին եւ Գայանեին, մեկը Թորներին եւ մեկը հայ ժողովրդին։ Մարինեն սկսեց կարդալ առաջին նամակը. «Իմ սիրելի աղջիկներ, երբ դուք կկարդաք այս տողերը, ես արդեն չեմ լինի ձեզ հետ, բայց ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ յուրաքանչյուր օր, որ ես ապրեցի, յուրաքանչյուր ընտրություն, որ ես կատարեցի, յուրաքանչյուր երազանք, որ ես երազեցի, ամեն ինչ էր ձեզ համար։ Ձեզ համար եւ այն Հայաստանի համար, որտեղ դուք կապրեք։ Ես գիտեմ, որ ես ձեզ թողեցի շատ հարցեր։ Ինչու ես մասնակցեցի քաղաքականությանը։ Ինչու ես ռիսկի գնացի մեր ընտանիքը։ Ինչու ես չհանձնվեցի, երբ տեսա, որ համակարգը ավելի ուժեղ է, քան ես։ Պատասխանը պարզ է։
որովհետև ես հավատում էի, որ ամեն մարդ ունի պարտականություն փորձել դարձնել աշխարհը ավելի լավ տեղ իր երեխաների համար։ Եվ եթե ես չփորձեի, ես երբեք չէի կարողանա նայել դեր աչքերին եւ ասել, որ ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի։ Նամակը շարունակվում էր եւս 3 էջ։ Սոսը խոսում էր իր երիտասարդության մասին, իր երազանիր երազանքների մասին, իր սխալների մասին, իր հույսերի մասին։ Եվ նա ավարտում էր մի պարզ խնդրանքով. միատեք նրանց, ովքեր ինձ դավաճանեցին։ Փոխարենը սովորեցեք նրանցից, սովորեցեք, թե ինչպես ոչ ապրել, սովորեցեք, թե ինչ ընտրություններ ոչ կատարել, սովորեցեք, թե ինչպես իշխանությունը կարող է ապականել նույնիսկ լավագույն մարդկանց։ Եվ երբ դուք սովորեք այդ դասերը, օգտագործեք դրանք, կառուցելու այն Հայաստանը, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդը իշխանությանը։ Երկրորդ նամակը թոռներին էր ավելի կարճ, բայց ավելի անձնական։ Սոսը գրել էր. Իմ սիրելի թոռներ, որոնց ես երբեք չեմ տեսնի, բայց որոնց ես սիրում եմ արդեն հիմա։ Երբ դուք կկարդաք այս տողերը, դուք կապրեք այլ Հայաստանում, Հայաստան, որը հույս ունեմ կլինի ավելի ազատ, ավելի արդար, ավելի բարի, քան այն, որտեղ ես ապրեցի։ Բայց անկախ նրանից, թե ինչպիսին կլինի այդ Հայաստանը, ես ուզում եմ, որ դուք հիշեք մի բան։ Ձեր պապիկը հավատում էր, որ փոփոխությունը հնարավոր է։ Նա հավատում էր, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը, եթե նա պատրաստ է կանգնել իր սկզբունքների համար։ Նա հավատում էր, որ ճշմարտությունը միշտ հաղթում է, նույնիսկ եթե դա տևում է տասնյակ տարիներ։ Եվ նա հավատում էր, որ սերը ավելի ուժեղ է, քան ատելությունը, հույսը ավելի ուժեղ է, քան վախը, եւ լույսը միշտ հաղթում է մթությանը։ Գրեցեք այդ հավատը ձեր սրտերում։ Եվ երբ կյանքը դառնա դժվար, երբ դուք զգաք, որ պայքարը չափազանց ծանր է, հիշեք ձեր պապիկին, ով երբեք չհանձնվեց, երբեք չկորցրեց հույսը, երբեք չդադարեցրեց հավատալ լավագույնին։ Երրորդ նամակը հայ ժողովրդին էր, ամենաերկարը եւ ամենակարևորը։ Սոսը գրել էր. Սիրելի հայրենակիցներ, ես գրում եմ այս տողերը գիտենալով, որ շատ շուտ իմ ճանապարհը կավարտվի, բայց նախքան ես հեռանամ, ես ուզում եմ կիսվել ձեզ հետ մի քանի մտքերով, որոնք ես հավաքել եմ իմ կյանքի ընթացքում։ Առաջին, մի մեղադրեք միմյանց մեր երկրի խնդիրների համար։ Այո, եղել են մարդիկ, ովքեր կատարել են սխալ ընտրություններ։ Այո, եղել են մարդիկ, ովքեր դավաճանել են ձեր վստահությանը, բայց նրանք նույնպես են հայեր, նրանք նույնպես են մեր ժողովրդի զավակները, եւ նրանք նույնպես են արդյունք այն համակարգի, որը մենք բոլորս ստեղծեցինք։ Փոխարենը հարցրեք ձեզ. ինչ կարող եմ ես անել, որպեսզի համակարգը փոխվի։ Ինչպես կարող եմ ես ապրել այնպես, որ իմ երեխաները չկրկնեն մեր սխալները։ Երկրորդ. մի ապրեք անցյալով։ Այո, մեր պատմությունը լի է ցավով, դավաճանություններով, կորուստներով, բայց պատմությունը դաս է, ոչ թե բանտ։ Սովորեցեք դրանից եւ շարժվեցեք առաջ։ Կառուցեցեք այն ապագան, որը մենք չենք կարողացել կառուցել, որի մասին դուք երազում եք, փոխարենը սգալու այն անցյալի համար, որը դուք կորցրեցիք։ Երրորդ. հավատացեք միմյանց։ Հայաստանը փոքր երկիր է, բայց մենք ունենք ինչ-որ բան, ինչ շատ մեծ երկրներ չունեն։ Մենք ունենք միմյանց։ Եթե մենք միավորվենք, եթե մենք աշխատենք միասին, եթե մենք հավատանք միմյանց, ապա ոչինչ չի կարող կանգնել մեր ճանապարհին։ Նամակը շարունակվում էր եւս 5 էջ, եւ յուրաքանչյուր տող էր լի իմաստությամբ, սիրով, հույսով։ Սոսը խոսում էր տնտեսության մասին, կրթության մասին, առողջապահության մասին, արդարադատության մասին։ Նա տալիս էր կոնկրետ առաջարկություններ, կոնկրետ ծրագրեր, կոնկրետ քայլեր։ Բայց ամենակարևորը, նա խոսում էր սիրո մասին, սիրո դեպի երկիրը, սիրո դեպի ժողովուրդը, սիրո դեպի ապագան։ Եվ նա ավարտում էր մի պարզ, բայց հզոր նախադասությամբ. Ես հավատում եմ ձեզ, Հայաստան։ Ես հավատում եմ, որ մի օր դուք կդառնաք այն երկիրը, որի մասին ես երազում էի։ Եվ երբ այդ օրը գա, հիշեք, որ եղան մարդիկ, ովքեր հավատացին դրան, նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Հիշեք նրանց եւ շարունակեցեք նրանց աշխատանքը։ Երբ Մարինեն ավարտեց կարդալը, նա նստեց երկար լուր։ Արևը արդեն բարձրացել էր, եւ Արարատը փայլում էր առավոտյան լույսի տակ։ Նա նայեց լեռան գագաթին եւ հիշեց Սոսի վերջին խոսքերը. Արարատը այսօր այնքան գեղեցիկ է։ Եվ նա հասկացավ, որ Սոսը տեսնում էր ոչ միայն լեռը, այլ ապագա, որտեղ Հայաստանը կլիներ ազատ, արդար, բարի։ Եվ այդ ապագան սկսվում էր հենց հիմա, այս պահին, այս սենյակում, այս նամակներով։ 35 տարի անց Լևոն Ղազարյանի դատավարությունը դարձավ Հայաստանի պատմության ամենաերկար եւ ամենաբարդ դատավարությունը։ Միջազգային փորձագետները ուսումնասիրեցին բոլոր ապացույցները՝ վիդեոն, ձայնագրությունը, փաստաթղթերը, ականատեսների ցուցմունքները։ Նրանք հարցաքննեցին հարյուրավոր մարդկանց,
ստուգեցին հազարավոր էջեր, անցկացրեցին տասնյակ փորձաքննություններ։ Եվ վերջապես 1997 թվականի դեկտեմբերին նրանք հրապարակեցին իրենց եզրացությունը։ Լևոն Ղազարյանը եւ 6 այլ մարդիկ մեղավոր էին 1995 թվականի ընտրությունների կեղծման մեջ։ Նրանք դատապարտվեցին տարբեր ժամկետներով՝ Լևոնը 10 տարի, մյուսները 5-ից 8 տարի։ Բայց ամենակարևորը, դատարանը պաշտոնապես ճանաչեց, որ Սոս Սարգսյանը հաղթել էր 1995 թվականի ընտրություններում։ Այդ որոշումը չփոխեց պատմությունը։ Լևոն Տեր-Պետրոսյանը մնաց Հայաստանի առաջին նախագահ եւ ոչինչ չէր կարող փոխել այդ փաստը։ Բայց այն փոխեց ինչ-որ բան ավելի կարևոր։ Այն փոխեց այն ձևը, որով հայերը նայում էին իրենց պատմությանը, իրենց առաջնորդներին, իրենց ապագային։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ ժողովրդավարությունը ոչ թե նվեր է, որը տրվում է, այլ պարտականություն է, որը պետք է պաշտպանել յուրաքանչյուր օր։ Մարինե Սարգսյանը ապրեց եւս 15 տարի։ Նա տեսավ, թե ինչպես Հայաստանը դանդաղ, շատ դանդաղ սկսեց փոխվել։ Նա տեսավ նոր սերունդ, որը մեծացավ Սոսի պատմությունների հետ, որը սովորեց նրա դասերից, որը հավատաց նրա տեսլականին։ Նա տեսավ, թե ինչպես երկիրը սկսեց խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Եվ երբ նա մեռավ 1999 թվականին, նրա վերջին խոսքեր էին. Սոս, ես արեցի այն, ինչ խոստացել էի քեզ։ Ես պատմեցի ճշմարտությունը։ Հիմա ես գալիս եմ քեզ մոտ։ Նրան թաղեցին Սոսի կողքին եւ նրանց գերեզմանի վրա գրեցին մի պարզ նախադասություն։ Նրանք երազեցին մի Հայաստան, որտեղ ճշմարտությունը հաղթում է սուտին, սերը հաղթում է ատելությանը եւ հույսը հաղթում է վախին։ Այսօր, երբ դուք այցելում եք Երևան, դուք կարող եք տեսնել մի փոքրիկ թանգարան Կոմիտասի պողոտայում, այն նույն տունը, որտեղ Սոսը ապրել է իր ընտանիքի հետ։ Թանգարանում պահպանվում են նրա անձնական իրերը, նրա գրքերը, նրա նամակները, նրա լուսանկարները։ Բայց ամենակարևորը, այնտեղ պահպանվում է այն 4-րդ ծրարը, որը Սոսը թողել էր, եւ նրա 3 նամակները, որոնք փոխեցին Հայաստանի պատմությունը։ Յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ այցելում են այդ թանգարան՝ ուսանողներ, ուսուցիչներ, ծնողներ, երեխաներ։ Նրանք կարդում են Սոսի խոսքերը, նայում են նրա լուսանկարներին, լսում են նրա ձայնագրությունները, եւ նրանք հեռանում են փոխված ոչ թե զայրույթով կամ վիշտով, այլ հույսով։ Հույսով, որ փոփոխությունը հնարավոր է, որ մի մարդ կարող է փոխել աշխարհը, որ ճշմարտությունը միշտ հաղթում է։ Բայց կա մեկ հարց, որը դեռ մնում է անպատասխան։ Ո՞վ էր այն մարդը, ով ուղարկեց վիդեոն Մարինե Սարգսյանին։ Գրիգոր Մանուկյանը մեռավ 1998 թվականին, առանց երբևէ բացահայտելու, թե ինչպես նա ձեռք բերեց այդ ձայնագրությունը, ինչու նա սպասեց 35 տարի եւ ով էր նա իրականում։ Ոմանք ասում են, որ նա եղել է անվտանգության ծառայության գաղտնի գործակալ, ով զղջաց իր արածների համար։ Ուրիշներ ասում են, որ նա եղել է Սոսի հին ընկեր, ով խոստացել էր պաշտպանել նրա ժառանգությունը։ Եվ կան նաև նրանք, ովքեր հավատում են, որ նա եղել է պարզապես մի ազնիվ մարդ, ով հավատում էր, որ ճշմարտությունը պետք է հաղթի։ Բայց անկախ նրանից, թե ով էր նա, նրա արարքը փոխեց Հայաստանի պատմությունը։ Եվ դա գուցե ամենակարևորն է։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք դուք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Սոս Սարգսյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի չկորցնեք ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։